Երեքշաբթի ակումբի արտահերթ անցում էր, արտահերթությունը պայմանավորված է լավացնով, երևի մեզանից շատ քչերը գիտեն, որ դեռևս 1860 թվականին Գերմանիայում հիմնադրվել է Հայ ակադեմիականների միություն և այդ միության 155 ամյակն է այս տարի, շնորհավորենք միությանը, իդեպս նրա նախագահ Ազատ Օգտվելով առիթից, որ պարոն Օրդուխանյանը Երևանում է գտնվում, որոշեցինք հրավիրել նրա հետ հանդիպման մի մեզ բոլորիս վստահաբար շատ հետաքրքիր թեմայի մասին, հայերը Գերմանիայում, անցյալը և ներկան, հայկական հետքի մասին Գերմանիայում։ Իհարկե մենք Երկրագնդի շատ վայրերում է, որ հայկական հետքը նկատում ենք, ոչ միայն նկատում ենք, այսպես աչք է ծակում, երբեմն այդ հետքը ես միշտ ասում էի, որ զարմանալի է, որ Հարավային Ամերիկայում հայկական հետք չկա, բայց պարզվում է, որ հայկական օբսիդիաններ են գտել այդտեղ, այնպես որ դա էլ կա, գուցե մի օր մեկն էլ այդ թեման այստեղ համանյանական այս հարկի տակ ներկայացնի, չի երկարացնեմ, ուրեմն հայերը Գերմանիայում Բանախոս Ազատ Օրդուխանյան, Շնորհակալ եմ, բարերեկո ձեզ, ես այսօր Հայ ակադեմիականների կողմից մենակ չեմ, մեր վարչության անդամ, մեր վարչությունը 5 հոգուց է բաղկացած, մեր վարչության անդամ Արուսիկ Գալասյանը նույնպես էստեղ է, որը ղեկավարում է Երևանում նաև գերմանախոսների ակումբը։ Մենք երկուսով էստեղ, բայց ես կներկայացնեմ։ Այսօրվա բանախոսությունը շատ անպատրաստից, շատ սպոնտան ստացվեց, բայց կփորձեմ բավարարել բոլոր ձեր հարցերի պատասխաններին, կպատասխանեմ կամ փորձեմ ամփոփ ներկայացնել Գերմանիայում հայկական ներկայությունը, անցյալը, ներկան և սպասվող ապագան։ Հայերը Գերմանիայում, հայկական հետքը Գերմանիայում պատմության մեջ։ Պիտի ասեմ, որ այն պատկերացումները, որ մինչև հիմա մենք ունենք և տեսականորեն և գործնական փորձառությունից չեն համապատասխանում իրական պատկերին, հայերը Գերմանիայում ապրում են շատ ավելի վաղ, ունեցել են շատ ավելի խորը հետքեր, քան մենք կարող էինք պատկերացնել կամ քան մինչև հիմա մեր մասնագետ գիտնականները ներկայացնում են գրականության մեջ։ Բոլոր մասնագետները անխտիր, լինի հայ գաղթաջողների պատմության գրքում, Հրաչյա Աջարյանի գրքում, կամ մեր Գերմանիայում եղած մասնագետները, որոնք անդրադարձել են հայկական համայնքի պատմությանը։ Ես ուրեմն մի քանի օրինակներով միայն կներկայացնեմ հայերի հետքերը Գերմանիայում, որպեսզի պատկերացնենք, թե ինչ ավելի լայն շրջանակներ է ընդգրկում հայի ներկայությունը գերմանական հողի վրա։ Հայերը Գերմանիա ասելով պիտի ընդունենք գերմանական հողը, գերմանական տարածքը, Գերմանիա պետությունը ստեղծվեց ընդամենը 1871-72 թվականից հետո Բիսմարկյան ուժեղ ձեռքով, մինչև այդ գործում էին տարբեր գերմանական իշխանություններ, թագավորություններ, այնպես որ մենք ասում ենք die Armenische Anwesenheit auf dem deutschen Lande, գերմանական հողի վրա եւ ոչ թե Գերմանիա, որտեղ չկար այդպիսի պետություն, ի տարբերություն մեզ եւ նրանք չունեին էլ այդպիսի մայրաքաղաքային հատուկ ուրեմն պատկերած ստրուկտուրա, ինչպես մենք ենք ունեցել մայրաքաղաքը իր բանով ունեին շրջիկ մայրաքաղաքներ, շրջիկ ուրեմն իշխանություններ ստեղծվող եւ վերացվող մինչեւ հասան 19-րդ դարի վերջին։ Ուրեմն ես մի քանի հայ սրբերի ուրեմն կներկայացնեմ եւ կանցնեմ քաղաքական ուրեմն դաշտի, մշակութային դաշտին։ Առաջին ներկայությունը, որ բնորոշում է հայերի ներկայությունը Գերմանիայում, դա կապված է հայ սրբերի հետ, որոնք չլինելով հայ եկեղեցու սրբեր, ուրեմն սրբացվել են կաթոլիկ եկեղեցու կողմից եւ դարեր շարունակ գերմանացի ժողովուրդը պաշտել է այդ սրբերին, լավ իմանալով, որ նրանք Հայաստանից են կամ գալիս են ունեն հայկական արմատներ, հայկական ներկայություն։ Առաջին սրբերից մեկը, որին կուզեմ ներկայացնել, Սուրբ Աուրելիուսն է, որը Ռշտունյաց գավառի սուրբ է, գտնվում է Շտուտգարտից, հարավային Գերմանիա, Բադեն-Վյուրտեմբերգի նահանգի Շտուտգարտից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քալվ կենտրոնում, Քալվը
Գերմանիայի հայտնի ռեֆորմական շարժման կենտրոններից է եւ սա Սուրբ Աուրելիուսի եկեղեցին է, որը գտնվում է Շտուտգարտի մոտ։ Ուրեմն Սուրբ Աուրելիուսի պատմությունը հետևյալն է։ Սուրբ Աուրելիուսը հայ եպիսկոպոս էր, որը միլանցիներին վերադարձրեց իրենց Դիոնիսիոս կայսեր ժամանակ դեպի Հայաստան փախած մի եպիսկոպոսի, բերեց իր նշանները Իտալիա եւ մնաց այնտեղ որպես եպիսկոպոս, քարոզեց այնտեղ եւ մահացավ եւ միլանցիները թաղեցին այնտեղ։ Գերմանացի իշխանը, որը Շտուտգարտի շրջանի իշխան էր, վերադառնալով Միլանից Կարլ Մեծի ժամանակաշրջանում ուզեց իր երկրին մի մեծ նվեր բերել գերմանական իր հողին, մի մեծ նվեր բերեց եւ միլանցիներին խնդրեց ամենամեծ նվերը այն ժամանակ Սուրբ Աուրելիուսի մասունքներն էին։ Միլանցիները տվեցին իշխանին, իշխանը վերցրեց, հետ բերեց այնտեղ եւ 9-րդ դարում ուրեմն Քալ քաղաքում հիմնեց այս եկեղեցին։ Հետո եկավ Հռոմի Պապը եւ տեսավ, որ ուրեմն Աուրելիուսին ավելի ճոխ եկեղեցի է սազում, հրամայեց, որպեսզի ավելի ճոխ, ավելի մեծ եկեղեցի նվիրվի եւ Աուրելիուսի պատմությունը հետևյալը։ Ինքը կենթանի ժամանակ չի եկել Գերմանիա, այլ բերվել են նրա մասունքները, ինչպես եղավ Սուրբ Բարսեղի, Սուրբ Բլազիուսի պարագայում։ Մյուս սուրբը, որին կուզեմ ներկայացնել, դա Սուրբ Բլազիուսն է։ Այնուհետև կանցնենք Սուրբ Աուրելիուսին եւ կանցնենք հայ թագուհիներին։ Ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ, որ տալիս եմ այդ հարցը բոլոր իմ բանախոսությունների ժամանակ։ Կարող ենք մտաբերել ով է աշխարհի ամենահայտնի հայը եղել պատմության մեջ ընդհանրապես։ Ինչ եք կարծում։ Այսինքն հայտնի հայ ասելով նկատի ունենք, որի անունը մշտապես ինչպես? Լուսավորիչ։ Չէ, լուսավորիչը հայ չէր։ Ես նկատի ունեմ հայ լուսավորիչը, օտար կարծիչ։ Ինչպես? Ես այսպիսի բան պիտի ասեմ։ Աշխարհի ամենահայտնի հայը եղել է Սուրբ Բարսեղը, Սուրբ Բլազիուսը։ Ինչքան աշխարհում հայտնի, այնքան հայերի համար անհայտ։ Ավելի հայտնի հայ աշխարհում դեռևս հայ ժողովուրդը դեռ չի ծնել։ Սուրբ Բարսեղ Սեբաստիայից է, իր գերեզման դեռ միջև հիմա Սեբաստիայում է։ Այսինքն Սուրբ Բարսեղը իր անունով քաղաք կա նույնիսկ Գերմանիայում, Սանտ Բլազիեն, Բադեն-Վյուրտեմբերգի Ֆրայբուրգի մոտ։ Ավելի շատ փողոցներ, հրապարակներ, հաստատություններ, միություններ քան Սուրբ Բարսեղի անունով, Սանտ Բլազիուսի անունով չկա։ Ռուսներն ասում են Սվիտոյ Վլաս, նա Դուբրովնիկ քաղաքի յուգոսլավների, հարավսլավիացիների ուրեմն պաշտպանն է, Գերմանիայում մի քանի քաղաքների պատրոն է, այսինքն Հովանավոր, Մայնցի, Լյուբեկի, Տրիերի, նաև Սուրբ Բարսեղի քաղաք Սանտ Բլազիուսի պատրոնն է։ Ավելի հայտնի հայ աշխարհը հայ ժողովուրդը դեռ չի ծնել, բայց ցավոք սրտի, քանի որ կաթոլիկ եկեղեցին էր սրբացրել, նրանով բազմաթիվ փողոցներ, դպրոցներ, հաստատություններ, միություններ, կազմակերպություններ, օրդեններ կան Ֆրանսիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Հարավսլավիայում, Ռուսաստանում, ամենուր բացի իհարկե Հայաստանից։ Ավելի մեծ հայ, պատմությունը դերևս Ռուսներն ասում են Սվիտոյ Վլաս, ուրեմն 4-րդ դարի սուրբ է, նրա աճյունը, նրա մասունքները հռոմեացի զինվորները բերեցին Հունաստան, հետո Ռոմ, հետո ընդերից նրա մասունքները տեղափոխվեց տարբեր երկրներ եւ ես վերցրել եմ այստեղ Բրաունշվայգ քաղաքի հայտնի եկեղեցու հիմքում դրված է Սուրբ Բարսեղի մասունքները, Գերմանիայում կան բազմաթիվ եկեղեցիներ, շատ գեղեցիկ եկեղեցիներ, որոնք Սուրբ Բարսեղի անունով են, Գերմանիայի 4-5 գլխավոր սրբերից մեկն է։ Նույն նաև Հոլանդիայում, նույն Բելգիայում, նույն Ֆրանսիայում եւ նույն, ասենք, Հարավսլավիայում։ Յուրաքանչյուր հարավսլավացի Բարսեղին ընդունում է որպես թիվ 1 սուրբ է։ Սա Բրաունշվայգի դոմն է, որը Հայնրիխ իշխանը վերադարձավ խաչակրաց արշավանքներից եւ Բրաունշվայգում կառուցեց հայտնի Բրաունշվայգի դոմը, քիչ հետո դրված է նաև խաչքար հայկական, ցեղասպանության նվիրված խաչքար,
սա Սուրբ Բարսեղի աճյունների վրա կառուցված եկեղեցիներից մեկն է։ Սուրբ Սերվատիուսը համարվում է քրիստոնեության տարածողը Հոլանդիայում, Նիդերլանդներում, բայց քանի որ նա անցել էր Քյոլնով, Ռենոսով էր նավարկել, որոշ եկեղեցիներ Քյոլնում, Բոնում, Զիգբուրգում կառուցված են Սուրբ Սերվատիուսի եկեղեցիները, նրա անունով կան հայտնի հաստատություններ, եկեղեցական մշակութային հաստատություններ եւ համարվում Ռենոսյան շրջանի հայտնի ամենատարածված սուրբը։ Իհարկե նրա կենտրոնը Սուրբ Սերվատիուսի կենտրոնը դա հոլանդական Մաստրիխտ քաղաքն է։ Մենք 2 տարի առաջ, 3 տարի առաջ մեր ընկերներից մեկը անունով ամսագիր էր հրատարակում Մոսկվայում, Մինսկում, Մոսկվայում։ Նա եկավ, մենք միասին գնացինք Մաստրիխտ հանդիպելու համար Սուրբ Սերվատիուսի եկեղեցու ղեկավարներին, նրանք մեծ ակնածանքով էին խոսում եւ մեզ հատուկ պատիվ տվեցին մեր հայրենակցի համար, ասելով որ նրա ներկայությունը դեռևս քաղաքում շատ կենթանի է։ Սա եկեղեցիներից Սուրբ Սերվատիուսի հայտնի եկեղեցին է Զիգբուրգում, նախկին մայրաքաղաք Բոնի մոտ։ Շատ գեղեցիկ եկեղեցի է, իր կենտրոնական եկեղեցին է։ Քյոլնում, Բոնում եւ ընդհանրապես Կոբլենցի Ռենոսյան միջին Ռենոսյան շրջանում բազմաթիվ եկեղեցիներ կան Սերվատիուսի նվիրված, սա Զիգբուրգի մեծ եկեղեցին է, Սերվատիուսի եկեղեցին է։ Սա նույնպես։ Սա Մաստրիխտն է, Մաստրիխտի կենտրոնական եկեղեցին, ամբողջ քաղաքը շնչում է Սերվատիուսի ներկայությամբ, նրա կենտրոնական հրապարակն է, նրա թանգարանը, նրա աճյունը այնտեղ եւ ցանկացած քահանաները կամ հայկական համայնք, երբ որ Սերվատիուսի տոն է լինում, հայկական համայնքի դրոշներով միշտ արժևից է գնում այդ ժողովրդական տոնի ժամանակ, նրանք դեռևս հիշում են, որ իրենց քրիստոնեության գաղափարները կամ քրիստոնեության վարդապետությունը Հոլանդիա բերված առաջի սրբերից է։ Սերվատիուսի արձանն է, որը այնտեղ լինելով նկարել են։ Պես 384 թվականին զոհվեց։ Վերջերս մի առիթով հարսանիքի շատ տարածված անուն է Սերվասը, Հոլանդիայում շատ տարածված անուն է, հոլանդացիներին երբ որ հարցրեցի որտեղից է ձեր անունը գալիս, ասեցին, որ մեր հայտնի սրբերից է եւ մեզ համար շատ ընդունելի, հավանաբար մեր Տիգրանի նման այդպես տարածված անուն։ Լավ։ Ուրեմն սա մի քանի շատ համառոտ հայ սրբերի մասին, Աուրելիուս, Բլազիուս, Սերվատիուս։ Հիմա սրանք որպես անհատականություն էր։ Հիմա անցնենք ինչ համայնքային կառույցներ ստեղծվեց միջնադարում Գերմանիայում։ Ուրեմն վերջերս 80-ականների սկզբին Փասսաու քաղաքի դա հարավային Բավարիայի հարավային քաղաքներից մեկն է, Շվեյցարիա, Ավստրիա, Գերմանիա երկրների սահմանակցում, այնտեղ վերանորոգչական աշխատանքների ժամանակ 78 թվականին հայտնաբերվեց մի խաչ, որի վրա անծանոթ տառեր էին, գերմանացիների վրա անծանոթ տառեր։ Երկար ուսումնասիրությունից հետո հաստատվեց, որ դա ուրեմն հայ եպիսկոպոսի խաչ է, հայ եպիսկոպոսը ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հայ եպիսկոպոսը մահացել է ուղիղ 23 սեպտեմբերի 1093 թվականի Փասսաու քաղաքում եւ տեղական ուսումնասիրությունները ապացուցեցին, որ նա ունեցել է այնտեղ մի բավականին լուրջ համայնք 998 թվականին առաջին անգամ մենք ամուսիններով երբ մասնակցում էինք համաշխարհային առաջին ժողովրդական արվեստի առաջին ֆոլկլորիադային, հյուր էինք Ռոսում քաղաքում, ասացին հոլանդացիները, որ դուք Հայաստանից եք, մեր շատ սիրելի սուրբը հայ է, Հայաստանից է եւ եկել է քրիստոնեություն է տարածել մեզ մոտ ու ասեմ, որ հետագայում Ֆրանսիայում գտնվող գետնականներից մեկը ուսումնասիրեց, որ Սուրբ Սերվասը ամենայն հավանականությամբ սրբանձտյան տոհմից է եւ սրբանձտյան ազգանվան կրճատումն է։ Այդ գիրքը ես ունեմ, այնպես որ եթե պետք լինի կարող ենք
տեղեկությունը ֆրանսերենով, տեղեկությունը թարգմանել ավելի մանրամասներով գնացնելու համար։ Սա այսպես Ֆրանսիացի է։ Ինչ? Ֆրանսերեն հրապարակություն է ֆրանսերեն։ Հիմա անցնենք համայնքային, ուրեմն ես հարց կան, այնտեղ խնդրում եմ այսպես անենք, հարցերը եթե լավ կլինի հավաքվեր վերջում, որպեսզի Սուր Բլազիոսի անունը Բարսեղ է, Սեբաստացի։ Աուրելիուսի անունը չեմ կարող ասել, որովհետև այդպես է միայն աղբյուրը եւ գերմանական, հայկական աղբյուրները համարը բան չեն ասում մեր սրբերի մասին, որովհետև կաթոլիկ եկեղեցու սրբեր են, հայ եկեղեցին մերժել է հայկական ծագումով սրբերին Եվրոպայում, դրա համար չեմ կարող ասել։ Աղբյուրներում միայն նշված է իրենց հոգևոր անունները։ Միայն Բարսեղն է, քանի որ ինքը համաշխարհային դեմք էր, Բարսեղը իհարկե հայտնի էր որպես Սեբաստացի եւ իր գերեզման են Սեբաստիայում էլ կա դեռևս։ Լավ, սա ուրեմն առաջի համայնքային կառույցն է, որը ստեղծվել է Փասաում, ուրեմն հայ հոգևորականը փախնելով սելջուկներից հրավիրվում է հունգարական իշխանների կողմից, հաստատվում է Հունգարիայում, այնուհետև գերմանացիները նրան հրավիրում են Փասաու եւ նա հիմնում է առաջին հայկական համայնքը Փասաու 10-րդ դարում, 11-րդ դարում մահացել է, ինչու է այսօր նշված, այդ օրը եղել է հայտնի Արեգակի խավարում, դրա համար այդ օրը հատուկ նշվել է մահվան օրը եղել է Արեգակի խավարում, դրա համար կարողացել են արձանագրել։ Փասաու քաղաքի ուրեմն գիտնականները ապացուցում են, որ հայ եպիսկոպոս Գրիգորիսը այնտեղ ունեցել է իր խմբով վարդապետների, իր աբեղաների խմբով վարել է հայկական, անցկացրել է հայկական պատարակներ եւ որոշները գտնում են, որ նույնիսկ հայ Գրիգորիսի անցկացրած պատարակները որոշ ազդեցություններ ունեցել գերմանական պատարակների ձայնային նոտագրության մշակման ժամանակ։ Շատ հետաքրքիր փաստ կա բավարացիների հետ կապված, մինչև 20-րդ դարի սկիզբը դպրոցական դասագրքերի ընդունված տեսակետ էր, որ բավարացիները ուրեմն գալիս են Հայաստանից եւ Անոլիդը իրենց ամենահին երգը, ամենահին լեգենդը, որը կա գերմանական, Անոլիդն է 10-րդ դարի, որն ասում է, որ մենք հաղթեցինք բարբարներին, մենք հաղթեցինք մյուս ազգերին, որովհետև գալիս էին Արարատի երկրից, մեր սուրը կրված էր Արարատի փեշերում, դրա համար մենք կարողացանք հաղթել, այդ երկրում դերևս շատերը խոսում են նույն լեզվով։ Որոշ գիտնականներ գտնում են, որ հենց ինքը Գրիգորիս եպիսկոպոսն է այդ տեղեկությունները փոխանցել բավարացիների 10-րդ դարից, քանի որ համընկնում է իր ներկայությունը, Գրիգորիսի ներկայությունը եւ լեգենդի ստեղծման շրջանը։ Որոշ գիտնականներ գտնում են, որ բավարացիների այդ լեգենդը գալիս է այլ տեղից, Դաշնած թուղթը կա, Աշոտ Հովհաննիսյանը 2 հատոր աշխատություն ունի նվիրված այդ թեմային, որ մեր Գրիգոր Լուսավորիչը, մեր մյուս թագավորիդ միասին որոշ ջոկատներ բերեց հյուսիսային բարբարների հետ կռվելուց, հետո նրանք մնացին Բավարիայում եւ ձուլվեցին տեղացիների հետ, բայց ժողովրդական գիտակցության մեջ մնաց հայրական կողմից մենք ուրեմն հայկական ծագում ունենք։ Երկրորդ ուրեմն բացատրությունը ինչու են բավարացիները մինչև 20-րդ դարի սկիզբ, մինչև նացիոնալիզմի բարձրացումը Գերմանիան իրենց ծագումը կապում հայկական ուրեմն շրջանակների հետ, հայկական աշխարհագրական տարածքների հետ, գալիս է դրանից, որով բացատրում է հայ զինվորների ներկայությունը, հայ ջոկատների ներկայությունը հռոմեական բանակները, որոնք կռվեցին մինչև Օսնաբրուկ, մինչև Հյուսիսային Գերմանիա, մինչև Արմինիուսի Թոյթոբուրգյան անտառներում կռվեցին, կային քաչ հայ զինվորներ են ջոկատներում, որոնք բոլորը մնացին հետո Գերմանիայում, ձուլվեցին տեղացիների հետ, բայց ժողովրդական ընկալման մեջ մնաց հայրական կողմից հայ լինելու, զինվորներից ժառանգներ լինելու, ուրեմն այդ ընկալումները, այդ տեսակետները, որոնք փոխանցվեցին դարձան դպրոցական դասագրքեր։ Նացիոնալիզմի բարձրացման հետ միասին սկսեց կամաց այդ տեսակետների անհետացումը գերմանական դասագրքային բարձ ակադեմիական շրջանակներից։ Նույնիսկ հոդվածները կարդացել շատ զարմանալիորեն, որ միջնադարում բավարացիները, եթե գնում էին մյուս նահանգներ, աղջիկներ, իշխանները աղջիկ հարցներ բերելու մյուս իշխանուհիներին, պնդում են իրենց հայկական ծագման վրա աղջիկա ձեռքը ստանալու համար։
Այսինքն դա առավելություն էր բավարարացիների համար, մենք հայկական ծագում ունենք, ուրեմն մեզ ավելի շատ է հասնում մյուս իշխանուհուն, քան մյուսները, որոնք չունեն այդ ծագում, եղել է image factor, image-ի մի ուրեմն ֆակտոր, ինչպես ասացի, կարող է այդ տեղեկությունները տարածված լինի Գրիգորիսը հաստատվելու համար, կարող է տարածված լինի ուրեմն այդ զինվորներից մնացած լինի, երրորդ տեսակետը կա, որ միջնադարում լուր իշխանները հաստատելու համար իրենց լեգիտիմությունը մյուս իշխանների նկատմամբ փորձում են իրենց ծագումը կապել ավետյաց երկրի հետ, փորձում են իրենց ծագումը կապել Արարատի հետ, Երուսաղեմի հետ, մյուսի հետ, ինչպես Աստվածաշնչում կա, Դավիթը ծնեց Իբրահիմին, Աբրահամը ծնեց Իսահակին եւ այլն, այսինքն գնում են միշտ հասնում միշտ աստվածային ծագում, այդ լեգիտիմությունը ապահովելու համար որոշ շրջանակներ Եվրոպայում փորձում են իրենց ծագումը կապեին Հայաստանի հետ, ասելու համար, որ մենք ծագել ենք, ուրեմն մենք ծագում ենք ուրեմն քրիստոնեական աղբյուրից, Գրիգորիս Աղթամարցին է։ Գրիգորիս Աղթամարցի կապրոջոսի մասնա։ Չէ, Գրիգորիսը պարզ եպիսկոպոս էր, որ փախել էր Սելջուկներից, հոգևորականներին վերցրել փախել էր Հունգարիա, Հունգարիայից գերմանացիները հրավիրեցին, եկավ Բավարիա, Փասահում տեղ տվեցին եւ սկսեց ինքը իր պատարակներն անել։ Սա ուրեմն այդ Փասահու եկեղեցին է, որտեղ հայտնվեց 1978 թվականին հայտնվեց Գրիգորիսի աճյունը եւ հայտնվեց այդ պատմությունը։ Այսինքն միջև հիմա որ գրվել է որ հայերը հայկական առաջի համայնքը ստեղծվել է 1923 թվականին Բեռլինում, դա իհարկե բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Փասահուի եկեղեցին, որտեղ 10-րդ դարում գտնվեց Գրիգորիսի գերեզմանը, ապացուցվեց, որ հայկական առաջի համայնքը կազմակերպված կյանքը եղել է Բավարիայում 10-րդ դարում, որպես կազմակերպված միավոր գործել ենք 10-րդ դարից բավարական հողի վրա, լեգենդի մասին ասեցի, լեգենդը 20-րդ դարի սկզբին հանվեց ընդհանրապես նացիոնալիզմի բարձրացմամբ, հանվեց ընդհանրապես դասագրքերում, հիմա որոշ գիտնականներ երբեմն նշում են, որ մենք բավարացիները շատ մի հպարտացեք, դուք գերմանացի չեք, դուք հայկական Հայաստանից եկեք եւ այլն, բավականին նույնպես բավականին լեգենդ, ես իմ փոքրիկ գրքույկ ունեմ հրատարակած, հայերը Գերմանիայում նշված է նաև այդ լեգենդի մեջ, որ մենք հաղթեցին բարբարոսների, որովհետև գալիս էինք Արարատի փեշերից, մեր սուրը կռել էինք այնտեղ եւ այնտեղ դեռևս մեր լեզվով խոսում էին։ Սա ուրեմն սա այն թանգարանն է, Մյունխենի այն թանգարանը, որտեղ պահվում է Գրիգորիսի աճյունի մի մասը, խաչը եւ այնտեղ բավականին միջնադարյան Բավարիայի հայտնի թանգարաններից է։ Ուրեմն Էնգելմարի տոն կա, ժողովրդական մի մեծ տոն է ամբողջ Բավարիայում նշում են, գիտնականներից մի մասը գտնում է, որ Էնգելմարը Գրիգորիսի ամենասիրված, ամենաուշիմ աշակերտն էր, հայեր եւ որոշ գերմանացի գիտնականներ գտնում են, որ ոչ, նա գերմանացի էր, ուղղակի սովորել էր, ուսանել էր Գրիգորիսի մոտ, Բավարիայում շատ հայտնի է Էնգելմարի ժողովրդական տոնը, ամբողջ մի ժողովրդական այսպես տոնակատարությունը, ամբողջ հարավային Բավարիան մասնակցում է եւ այդ օրը նշվում է նաեւ Գրիգորիսի շատ է նշում Գրիգորիսի մասին, որ Էնգելմարի հայտնի ուսուցիչն էր։ Դերևս պիտի գիտնականներ կան Գերմանիայի ուսումնասիրել եւ ապացուցել արդյոք Էնգելմարը ծագումով հայ էր, թե միայն Գրիգորիսի մոտ աշակերտ էր։ Հիմա, մի շատ կարևոր հանգամանքի մասին պիտի խոսեմ այստեղ, Կայսրուհի Թեոֆանուն, Կայսրուհի Թեոֆանուն 10-րդ դարի Գերմանիայի կայսրուհի էր, ամուսնացել էր Օտտո մեծ թագավորը, փորձեց բարեկամություն հաստատել բյուզանդական կայսրության հետ, այն ժամանակ կար հայրած պոլիտիկ, ամուսնության քաղաքականություն, գտնում էին, որ իշխանուհիները կամ թագավորի թագաժարանները պետք է ամուսնանան թագուհիների, թագավորների, զավակների հետ եւ այդ միջոցով ստեղծում էր քաղաքական բարեկամություն երկու երկրների միջև։ Օտտո մեծ կայսրը, գերմանական կայսրը դիմեց բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկին, այդ շրջանն էր, որ 250 տարի հայերը կառավարում էին Բյուզանդիան, ամենածաղկուն շրջանն էր, որպես մի բազմաց պետություն, Հովհաննես Չմշկիկը առաջարկեց
առաջարկեց Աննային կնության տալ Օտո երկրորդին, Օտո մեծի որդուն, բայց վերջին պահին նա որոշեց Աննային ուղարկել Կիևյան Ռուսիա, ամուսնացավ Վլադիմիր Սվյատոսլավիչի հետ եւ նրա մորաքրոջ աղջիկը Թեոֆանուն կնության եկավ Օտո երկրորդին։ Ուրեմն դարձավ գերմանացի կայսրուհի, գերմանացի քրոնիկները պատմաբանները այն ժամանակ գրում են, որ Թեոֆանու կայսրուհին ամենագերմանացի կայսրուհին է գերմանացի կայսրուհիների պատմության մեջ։ Նա ունի բազմաթիվ վաստակներ գերմանացի ժողովրդի պատմության մշակույթի համար, ես կնշեմ միայն երկուսը, Թեոֆանու կայսրուհին Գերմանիա բերեց Նիկոլաուսի տոնը Փոքր Ասիայից եւ տարածեց Գերմանիայում, Նիկոլաուսի տոնը ամբողջ Եվրոպայում այսօր նշում են, մենք միշտ գերմանացիներին հպարտությամբ ասում են, որ դա Նիկոլաուսի տոնը դեկտեմբերի 7-ին, որ նշում է ամբողջ Եվրոպան, մեր հայերից նվերն է ձեզ։ Թեոֆանու կայսրուհին համարում է ժամանակի ամենագեղեցիկ եւ ամենախելացի կայսրուհին։ Երկրորդ կարևոր գործը, որ Թեոֆանուն արեց, պատմության մեջ մնալով որպես առաջի Եվրոպուհին, ուրեմն մշակեց մի կոնցեպտ, քաղաքական կոնցեպտ, որ եվրոպացի քրիստոնյա ազգերը պետք է միավորվեն։ Եվրոպական միության, Եվրոպարլամենտի առաջի գաղափարը գալիս է Թեոֆանուից, ինչու էր այդպես, որովհետև նա Հայաստանից գալով քրիստոնյա աշխարհից եկավ եւ տեսավ, որ քրիստոնյա պետությունները, քրիստոնյա ազգերը պայքարում են միմյանց դեմ, իր համար դա խորթ էր, ինքը գիտեր, որ քրիստոնյաները պիտի պայքարեն իսլամների դեմ եւ այլն, համար զարմացավ, մշակեց մի համագործակցության մի քաղաքական կոնցեպտ, որը փորձեց իրականացնել իր պրակտիկայում, այսինքն նա ձիով մեկնում էր տարբեր հարևան երկրներ, փորձում էր այդ քրիստոնյա պետությունների միավորման սիստեմը ստեղծել, քաղաքական սիստեմը, այդպիսի մի կոնցեպտ է եւ այսօր Եվրոպարլամենտում նշելով եվրոպական ժողովուրդների միասնության սկզբի մասին մշտապես խոսում են նաեւ Թեոֆանուից։ Այսինքն Կարլ Մեծը որպես միավորող եվրոպացի համարում է առաջի եվրոպացին, Թեոֆանու կայսրուհին առաջի Եվրոպուհին։ Մեզ համար սա մի կարևոր հանգամանք է, մշտապես եվրոպացի մեր ընկերներին, մեր համալսարանական ընկերներին ասում ենք, որ Թեոֆանուն էր, որ արևելքից եկավ եւ փորձեց միավորել քրիստոնյա Եվրոպան, նոր քրիստոնեացած Եվրոպան։ Պրոֆեսորներից մեկը մի անգամ ասաց, որ լավ ինչ անենք, որ ինքը հայ է, ասացի, որ եթե ինքը ուզբեկ լիներ կամ չգիտեմ աֆրիկացի լիներ, այդ գաղափարը չէր ծնի իր մեջ։ Նա հայկական քաղաքական մտքի կրողն էր քրիստոնեական աշխարհի միավորման կոնցեպտը։ Իր տղան Օտո երրորդը հետագայում փորձեց այդ քաղաքականությունը զարգացնել, երբ որ Օտո երկրորդը մահացավ, Թեոֆանուի ամուսինը կայսրը, Թեոֆանուն դեռևս 26 տարեկան էր, ամուսնացել էր, նրանց հարսանիքը Վատիկանում էր, Հռոմի պապը արեց եւ 9 տարի շարունակ նախ ղեկավարեց միայնակ գերմանական այդ իշխանությունները, թագավորությունները, մինչև Օտո երրորդը մեծացավ, 3 տարեկան էր Օտոն, Օտո երրորդը երբ որ իր հայրը մահացավ, այնպես որ Թեոֆանուն կարողացավ որպես քաղաքական լուրջ դեմք, որպես հայուհի դրսևորել, հետաքրքիր է նաև իր նամակները պահպանվել են Հովհաննես Չմշկիկ բյուզանդական կայսրին, երբ որ նա ասում է, ես ինչպես պիտի վարվեմ այդ բարբարների մեջ, Հովհաննես Չմշկիկը իր նամակում գրում է, լավ հիշի, երբ որ արյուծի առակը չի անցնի, միշտ հիշի աղվեսի առակը, այսինքն պիտի փորձես խորամանկությամբ։ Եվ Թեոֆանուն, քանի որ շատ երիտասարդ 15-16 տարեկան երիտասարդ աղջիկ էր, Հովհաննես Չմշկիկը Թեոֆանուի հետ ուղարկեց նաև Կոռիկոսյան Գուգարքի նահանգի այդ իշխաններից մի քանիսին, որոնք իր առաջի խորհրդատուներն էին իր կառավարության շրջանում։ Այսինքն ոչ միայն հայուհին էր կառավարում գերմանական այդ տարածք հողերը, այդ իշխանությունները, այլ նաև այդ խորհրդատու թիմը բաղկացած էր հայերից, Նամակները ինչ լեզվով են։ Ինչպես։ Նամակները ինչ լեզվով են։ Այն ժամանակը հունական։ Սա ուրեմն Օտո երկրորդի եւ Թեոֆանոյի ամուսնությունն է, հա։ Հռոմի պապի արձանը Հռոմի պապի կողմից։ Սա Աուրելիուս եկեղեցին ինչպես առնվեց իրար երևի։ Սա Թեոֆանոյի ուրեմն հուշարձանն է։ Թեոֆանոյի մասին նաև կարճ նշում եմ մեր Տիգրան Խզմալյանը, երբ որ եկել էր Գերմանիա եւ ֆիլմեր նկարում հայուհիների մասին, մենք միասին մեկնեցինք այնտեղ, Տիգրանը նկարեց նաև Թեոֆանոյի հատվածը այդ եկեղեցում եւ այդ հայուհիներ ֆիլմի մեջ, Խզմալյանի հայտնի ֆիլմի մեջ կան նաև Թեոֆանոյի մասին։
Թեոֆանոյի արձանները կան բազմաթիվ տեղեր, Գերմանիայի բազմաթիվ տեղեր, ինչպես ասացի, այնտեղ այն ժամանակ չկար մի մայրաքաղաք, այլ շրջիկ մայրաքաղաքներ էին, նա շրջում էր մեկ ամիս մեկ քաղաքում, մյուս ամիսը մյուս քաղաքում եւ այսպես դրա համար նրա հետքերը, նրա թողած մշակութային ներդրումները կան Գերմանիայի ամենատարբեր մասերում, սկսված Քյոլնից, արևմուտքից մինչև Մագդեբուրգ, մինչև Հալե Լայպցիգ շրջանը։ Սա իր արձաններից մեկն է։ Թեոֆանոյի անունով կան բազմաթիվ դպրոցներ, փողոցներ, հրապարակներ, նույնիսկ կանանց մասոնական մի մեծ ընկերություն կար Թեոֆանոյի անունով։ Սա իր սարկոֆագն է, նկարել ենք Տիգրանի հետ միասին։ Սարկոֆագը, որը թաղված է, որը գտնվում է Քյոլնի Սանտ Պանթալեոն եկեղեցում, Սանտ Պանթալեոնը հունական հայտնի, ուրեմն հուն օրթոդոքս եկեղեցու հայտնի սուրբերից էր, որը Թեոֆանոյի սիրած սրբերից էր, եկեղեցի կառուցեց Քյոլնում, կենտրոնում եւ պատվիրեց, որ իր մահվանից հետո որպես իմպերատրիցա, ուրեմն իմպերատրիքս դեպած այստեղ, իմպերատրիքս այստեղ մարմարի սարկոֆագը Քյոլնի Սանտ Պանթալեոն եկեղեցում։ Սա այդ եկեղեցին տեսնում եք գերմանական գոթական ոճ չունի, սա ավելի շատ արևելյան բյուզանդական ոճի մի եկեղեցի է, Սանտ Պանթալեոնն է։ Ինքը հայկական է։ Ինչպես? Հայկական է։ Հայկական չէ, ինքը բյուզանդական եկեղեցու ներկայացուցիչ է, բայց գիտակցության մեջ, որ մենք հայեր ենք կամ Հովհաննես Չմշկիկին իր նամակի մեջ գրում է, Հովհաննես Չմշկիչը նրան խորհուրդ է տալիս, որ եթե հայկական առյուծի առակը չի անցնի, դու հայկական աղվեսի առակով գործի գերմանացիների հետ, հա։ Այսինքն գիտակցության մեջ կար։ Սա ներսի մասն է, տեսնում եք եկեղեցու մասը նկարներով է եւ բոլորը օրթոդոքս եկեղեցու սրբերի նկարներն են։ Չափազանց գեղեցիկ եկեղեցի է։ Մեզ համար գերմանահայերիս համար դա մի ուխտատեղի է։ Ցանկացած հայ, որ մեզ հյուր է գալիս, մենք անմիջապես գնում ենք Քյոլ, որպեսզի ցույց տանք մեր կայսրու գերեզմանը եւ եկեղեցին։ Այսինքն մի ուխտատեղի է, մի երկրում, որտեղ հայկական հետքերը այդքան շատ չեն, ինչպես Ռուսաստանում, Հունգարիայում, Ռումինիայում կամ Ֆրանսիայում։ Դա համար ամեն մի փոքրիկ բան կամ ամեն մի այսպիսի բան մեզ համար մի մեծ երևույթ է։ Չափազանց գեղեցիկ եկեղեցի։ Լավ։ Սա ուրեմն Լևոն II-ն է, որը համարվում էր գերմանացիների դաշնակիցը խաչակրաց արշավանքի ժամանակ եւ գերմանացիները Ֆրիդրիխ Բարբարոսան իրենց ամենալեգենդար կայսրը որոշեց արևելքում համագործակցել առաջի երթին Լևոն իշխանի հետ, փորձեց նրան թակ բերել, նվիրել, բայց գերմանացի իշխանը հայկական գետում լողանալուց Կիլիկիայում խեղդվեց, մերոնք պատրաստվել էին մեծ ցերեմոնիա, մեծ տոնակատարության, որպեսզի Ֆրիդրիխ Բարբարոսան թակ նվիրեր մեր իշխանին եւ դարձներ թագավոր, նա մտավ գետը լողալու ժամանակ խեղդվեց եւ սա այդ գերմանացի նկարիչներից մեկն է, որ նկարել է Ֆրիդրիխ Բարբարոսայի ուրեմն խեղդվելու պատմությունը, նրա սիրտը թաղված է Տարսոնի մայր տաճարում, տարիներ առաջ գերմանական մի խմբով մենք այնտեղ էին, քաղաք էին գնացել, նրանց առաջարկեցի գնանք ձեր Բարբարոսայի այցելության, ձեր սիրտը, բախուն սիրտը գերմանական ամենահայտնի կայսրն է, ինչպես մեզ չէ, Տիգրանը, գնացինք ցավոք սրտի մեր մայր տաճարը, որտեղ թաղված էր Ֆրիդրիխ Բարբարոսայի սիրտը, այն ժամանակ քանի որ շոկ էր, Ֆրիդրիխն ասել էր, որ երբ որ մահանամ ինձ անպայման կթաղեք Երուսաղեմ, բայց Երուսաղեմը դեռևս արաբներից ազատագրված չէր, ինչ արեցին գերմանացիները, տակջրի մեջ եռացրեցին նրան, ոսկորները անջատեցին մարմնից եւ սիրտը թաղեցին հայկական խորանում։ Ցավոք սրտի ամբողջ եկեղեցին մայր տաճարը այնտեղի վերածված էր մեջիթի եւ մեզ ցույց տվեցին, որպեսզի մենք մտնենք մեր եկեղեցին։ Ես պատուհանից փորձեցի նկարել, ամբողջ մուսուլմանական գորգեր էին եւ իհարկե եթե չլինեին գերմանացիները չէի ունենա նաեւ ֆոտոապարատս երևի ջարդած կլիներ, այդպես հարցակվեցին, չթողեցին նույնիսկ նկարենք այն խորանը, որը հիմա Մեջիթի ուրեմն բան է վերածվել, Մեջիթի աղոթարան եւ այնտեղ է թաղված նաեւ Ֆրիդրիխ Բարբարոսայի սիրտը, սա այդ պատկերներից մեկն է։ Ուրեմն սա մեկ ուրիշ նկար է, ինչպես Ֆրիդրիխին հանում են հայկական այդ Սալեբ կոչվող գետից
եւ դրանից հետո իհարկե Ֆրիդրիխ Բարբարոսայի որդին Հայնրիխ 6-րդը փորձեց թագը տանել եւ նայել չհասցրեց եւ Հռոմի պապի հրահանգով Վիտելսբախ Մայնցի կարդինալ Վիտելսբախը թագը հասցրեց Լևոն II-ին եւ գերմանական ցերեմոնիայով կարողացան Լևոն իշխանին թագադրել եւ դարձնել Կիլիկիայի հայոց թագավոր 1998 թվականին 800-ամյակն էր այդ թագադրման մենք առաջարկեցինք մեր կաթողիկոսին եւ իշխանություններին հայ-գերմանական քաղաքական հարաբերությունների հաստատման 800-ամյակը բերեք նշենք, դրանից ոչինչ իհարկե չստացվեց։ Այսինքն ես կարծում եմ, որ վրացիները կամ ուզբեկները այդպիսի մի դեպք ունենան, որ 800 տարի առաջ ամբողջ կարդինալները Հռոմի պապի ուրեմն պատվերով գնացել են հրանգով գնացել են այնտեղ եւ Ֆրիդրիխ Բարբարոսայի թագն են բերել, որպեսզի հայ իշխանին թագադրեն եւ դառնա իրենց առաջի դաշնակից ամբողջ արևելքում, սա մի մեծ իրադարձություն էր, որ կարելի էր դարձնել մի ավանդություն եւ դարձնել հայ-գերմանական հարաբերությունների, քաղաքական հարաբերությունների հաստատման հիմք։ Մնաց մյուս 800-ամյակին մյուս սերունդների։ Այդքան չենք սպասել։ Ուրեմն ես մի փոքրիկ նաեւ փոքրիկ քարտեզ եմ գցել հանդես ամսօրյա ամսագրից մեր Մխիթարյանների ամսագրից վերցրած այդ ժամանակ լայնորեն տարածում է նաեւ հայկական ճարտարապետական ոճի ուրեմն ոճը լայնորեն տարածում է նաեւ ամբողջ Եվրոպայում Գերմանիայում այժմ կան որոշ եկեղեցիներ եւ որոշ ամրոցներ, որոնց վրա կան հայ մասնագետների թողած արձանագրությունները, այսինքն հայկական տառեր, որ կառուցել են ուրեմն հայ վարպետները։ Խաչակրաց իշխանները վերադառնալով Կիլիկիայից տեսնելով Կիլիկյան իշխանների հետ Կորիկոսյան կամ այդ մյուս Ռոմկլայի մյուսների եկեղեցիները, բերդերը, մասնագետներ էին բերում իրենց հետ Գերմանիա եւ այդ մասնագետները այդ ոճով կառուցում էին եկեղեցիներ եւ ամրոցներ Գերմանիայում։ Որոշ գիտնականներ, հատկապես Յոժեֆ Ստրիժիկովսկին, ավստրիացի հայտնի գիտնականն է, իր 2 հատորյա աշխատության մեջ հայկական ճարտարապետություն եւ Եվրոպա նշում է, որ Ախենի դոմը ամենահայտնի դոմն է եւ Ախենի դոմը կառուցել է Օդոֆոն մեծը, մեծ քաղաքից ֆրանսիական հայեր եւ մեր Արմեն Հախնազարյանը նույնպես ասում էր մեզ, որ իրենք ժամանակին գտել են մի քար Ախենի դոմում, որը որ հայկական տառեր կա, հիմա այդ քարը իհարկե ինչի մեզ չկա իրականության մեջ, բայց Ստրիժիկովսկին ապացուցում է, որ ոչ միայն Ախենի դոմը, որը իմիջիայլոց, երբ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի որոշում կայացրեց աշխարհի լավագույն կամ կարևոր ճարտարապետական հուշարձանները պետք է ընդգրկեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ, առաջի շինությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերցրեց իր պաշտպանության տակ, Ախենի դոմն էր։ Այսինքն համարում էր թիվ 1 եւ գերմանացիների համար եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Ախենի դոմն է, որ ասում են այս շրջանում կառուցվել էր Կիլիկիայից եկած այդ հայ իշխանի միջոցով։ Դա դեռ պիտի դերևս ուսումնասիրվի մեր ճարտարապետության պատմաբանների կողմից։ Սա Կիլիկիայի շրջանի այդ պետությունն էր։ Սա ես կարճ անցում կատարեմ։ Մենք գտնում ենք, որ հայ առաջի տպագիր գիրքը ստեղծվել է 1512 թվականին Հակոբ Մեղապարտի միջոցով կողմից, բայց նույն քաղաքում, որտեղ որ Գյուտենբերգի թանգարանն է, Մայնց քաղաքում 29 տարի առաջ Հակոբ Մեղապարտից հայ գերմանացի մի ուրեմն տպագրիչ տպեց առաջին հայկական տառերը մեր Դրոստ Աբգարյան պրոֆեսոր Արմեն Դրոստ Աբգարյանի հայրը, որը որ Դրոստ Աբգարյանը մատենադարանի մեր գիտնականներից մեկը այս պատկերը գտավ Լենինգրադի թանգարաններից, Լենինգրադի արխիվներից մեկում եւ ապացուցեց, որ Մայնցում դեռևս 1486 թվականին առաջին անգամ տպվել է հայկական այբուբենը Հակոբ Մեղապարտից 29 տարի բավականին առաջ։ Սա այդ օրինակն է։ Սա մի հետաքրքիր պատմություն է, մի հետաքրքիր նամակ։ Գերմանիայում կան մի քանի հայտնի հայ ազնվական ընտանիքներ, որոնցից ամենահայտնիները ֆոն Արեթիների ընտանիքն է։ Ֆոն Արեթիների ընտանիքը ապրում էր նախկինում Բավարիայում, համարում էր Բավարիայի ամենահայտնի ազնվական ընտանիքներից մեկը։ Սա այդ նամակն է, նամակներից մեկն է իր
կնունքի թուղթն է, այո։ Ֆոն Արեթինը հարություն էր Ղարաբաղից, որ վերվել էր փոքր տարիքում Կոստանդնոպոլիսից անցել էր Բավարիա եւ Մյունխենում Աուգսբուրգ քաղաքում ստացել էր ազնվականի կոչում, ասպիսի մի ծրագիր կար, ասպիսի գերմանական մի կոնցեպտ կար քաղաքական, որ ուզում էին ազատել Հայաստանը Օսմանյան պարսկական լծից եւ պատրաստում էին իշխաններ գերմանական պրոտեկտորատով Հայաստանում նշանակելու համար։ Այդ կոնցեպտը ձախողվեց, չիրականացավ, բայց ընտանիքը որպես այդպեսին մնաց, Գերմանիայի պատմության մեջ Ֆոն Արեթիններն ունեցել են բազմաթիվ հայտնի դեմքեր, կարդինալներ, քաղաքական գործիչներ, գեներալներ, նաև նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ որոշ ըմբոստ ընդդիմադիրներ եւ այլն եւ այլն։ Այսօր Ֆոն Արեթիններն ունեն ուրեմն լայն գիտնականների եւ քաղաքական գործիչների լայն ուրեմն ցանց Մինչև 45 թվականը նրանք ամուսնացած են եղել Գերմանիայի 45 թագավորական եւ ազնվական ընտանիքների հետ, խնամերական կապեր ունեին Ֆոն Արեթինները։ Պիտի ասեմ, որ նրանց է պատկանում Ադելսբախի ամենահին գարեջրատներից մեկը, Բավարիայի ամենահին գարեջրատներից մեկը, Բավարիայի պրեմիեր մինիստրը Շտոյբերը միշտ գնում է այնտեղ իրենց մոտ գարեջուր խմելու, իրենց Բավարիայի ամենահայտնի գարեջրերից մեկը մեր Ֆոն Արեթիններից են, նրանցից 2-3 արեթիններ հայ-գերմանական ընկերության անդամ էին, նրանք երկրաշարժ ժամանակ եկան Հայաստան, որոշակի օգնությամբ, նրանցից 2-ը նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ են, մենք մեր Ղարաբաղի ընկերներին Աշոտ Ղուլյանը մյուսները, որ եկել էին, առաջարկեցինք հանդիպել նրանց հետ եւ հրավիրել Ղարաբաղ իրենց պապերի հողը, մինչև այժմ դեռևս չեն հրավիրել։ Սա Աուրելիուսի Աուրելիուսի թանգարանն է իր ամբողջ խաչերով եւ եկեղեցին է, բայց ասես թե խառնել է։ Սա նույնպես Ֆոն Արեթիններից է, այո։ Ֆոն Արեթինի փողոցն է սա, հա։ Կան փողոցներ, հրապարակներ Արեթինների անունով, հայտնի դեմքեր, որոնք բոլոր գերմանացիների համար դա իհարկե Ադելսբախի Ֆոն Արեթինների այդ ամրոցն է, տարեկան 85-ից 120,000 ըստ տարբեր տարիների այցելություն ունի այդ ամրոցը այցելուների եւ իհարկե գարեջրատունը մեծ ռեստորանային գարեջրատան եւ ռեստորանային կոմպլեքս է, որտեղ մեր Արեթին եղբայրները, հարություն եղբայրները 18-րդ դարից գարեջուր են արտադրում։ Սա Գերմանիայի Նարաշ Լեպչյանն է, այսինքն իրենց առաջին մոդերատորին է Ֆոն Արեթինների, բոլոր գերմանացիները գիտեն իրենց Անետա Ֆոն Արեթինի, մի քանի տարի առաջ մահացավ, բոլոր թերթերի մեջ իհարկե գրված էր, որ Անետա Ֆոն Արեթինը իսկական հայ գեղեցկություն է։ Անետա Ֆոն Արեթինը առաջին հաղորդավարուին, իրենց առաջին Նարաշ Լեպչյանն էր, որ վարում էր գերմանական հայտնի բավարական հետո գերմանական հայտնի հաղորդումները։ Մի օրինակ ուղղակի Արեթիններից Կարլ Ֆոն Արեթին կար, ժամանակին Մայնցի համալսարանի ռեկտոր էր, նա անդամ էր Գիտությունների ակադեմիայի կրծում։ Սա մեր Ադամյանն է, ուրեմն Բերլինում, այսպիսի մի կարճ պատմություն պատմեմ, Բերլինում ապրում են Հայրյանյանների ընտանիքը, Հայրյանյանները Հովանես Ադամյանի քույրիկի ժառանգներ, Հովանես Ադամյանի երկու քույրիկները դաշնակահարներ էին 20-րդ դարի սկզբին, Գերմանիայում հայտնի կոնցերտներ էին տալիս, համերգներ էին տալիս, նրանց ընտանիքում նամակներ գտնվեցին, որտեղ Հովանես Ադամյանը գրում է իր քույրիկների տղաներին, Հայրյանյաններին, որոնք իմիջիալոց 20-րդ դարի սկզբին հայ ակադեմիական մեր միության անդամներն էին։ Նա գրում է, որ ինձ մոտ մի երիտասարդ են բերել, լավ իշեք ասա անունը, նա դառնալու է հայտնի ուրեմն գիտնական, բոլորը խոսելու են նրա մասին, բայց նա շատ երիտասարդ 18-20 տարեկան է։ Այդ երիտասարդի անունը Վիկտոր Համբարձումյանն է։ Լենինգրադից գրում էր Բերլին, ուրեմն նամակները կան։ Ցավոք սրտի այդ Հայրյանյանները նամակները չեն տալիս, մեր ակադեմիայում ասում են պրիվատ մասնավոր հատվածներ կան նամակների մեջ, բայց թույլ են տալիս մեզ գնանք կարդանք եւ Ադամյանը հայտնի գիտնականը, որը Դրեզդենից Լայպցիգի շրջանում ընկած առաջին գունավոր հեռուստատեսության առաջին հաղորդումը թողեց եւ նաեւ վիդեոյի տեխնիկայի առաջին գյուտարարներից էր, սովորել էր Գերմանիայում, հետո գնաց Լենինգրադ, հետո եկավ այնտեղից նամակները գրում իր քույրիկներին եւ
Սա էլիքնափոյսն է։ Գերմանիայի պատմության մեջ երկու հայուհի են ունեցել, որ բարձրացել են մինչև ամենաբարձր քաղաքական Կաստրուի Թեոֆանուն եւ Էլիքնափոյսը Վան Տերյանի եւ Լորիս Մելիքովի ուրեմն բարեկամուհին ամուսնացել էր Գերմանիայի առաջին պրեզիդենտի 1948 թվականին, երբ որ Գերմանիան անցավ պրեզիդենտական կարգեր, դենացիֆիկացվեց Գերմանիան, ասիկ նացիներից հետո, առաջին պրեզիդենտը ընտրվեց Թեոդոր Հոյսը, Էլիքնափոյսը արդեն կայացած մի գիտնական երիտասարդ գրող, գիտնական մտավորական կին, ամուսնացավ Թեոդոր Հոյսի հետ եւ դարձավ Գերմանիայի first lady-ն, առաջի տիկիններ։ Որ Գերմանիայի։ Արևմտյան Գերմանիայի։ Արևմտյան Գերմանիայի պրեզիդենտական Կոնրադ Ադենաուրը կանցլերն էր։ Իսկ Թեոդոր Հոյսը իրենց ամենախելացի, ժամանակվա ամենախելացի պրեզիդենտն էր։ Իրանք ունեն պրեզիդենտ, կանցլեր, առաջի դեմքը պրեզիդենտն է, երկրորդ դեմքը Բունդեսթագի պրեզիդենտը, երրորդ դեմքը կանցլերը։ Ամենակարևորը կանցլերն է։ Կանցլերը գործնական գործադիր մարմին է եւ ամենակարևորը պրեզիդենտն է, երկրորդը Բունդեսթագի պրեզիդենտը։ Օրենքներ ստեղծող երկրում ամենակարևոր մարդը օրենքներ ստեղծող մարմնի ղեկավարն է։ Պրոֆեսոր Լամերտը։ Okay, լավ։ Սա այն նամականիշն է Թեոդոր Հոյսի։ Տեսեք ինչ համեստ, նկարել եմ Շտուտգարտի պրոմինենտների գերեզմանոցում Թեոդոր Հոյսի եւ Էլիքնափոյսի բարձ գերեզմաններ։ Բոլոր պրեզիդենտները եւ առաջին տիկինները կամ հայտնի գործիչները ունեն այսպիսի բարձ գերեզմանոց Շտուտգարտի գերեզմաններից մեկն է։ Ինչպես? Շտուտգարտ քաղաքի, Շտուտգարտում ունի 12 գերեզմանոցներ, 12 գերեզմանոցներից մեկում կա պրոմինենտների, հայտնիների գերեզմանոցը։ Այնտեղ թաղված է Թեոդոր Հոյսը իր կնոջ Էլիքնափոյսի հետ։ Թեոդոր Հոյսը իր հուշերում գերմանահատորներ ունի գրված, երբեմն գրում է, որ տիկինս Էլիքնափոյսը վրացական ազնվականական ընտանիքի Լորիս Մելիքովների ժառանգներից է, երբեմն գրում է, չէ, նա հայ է, ասենք, երբեմն ասում է վրացի, երբեմն ասում է հայ, բայց Վան Տերյանի Լորիս Մելիքովները հայտնի Վրաստանում Այո, նրանց մի ճյուղը հետագայում հաստատվեց Վիսբադեն քաղաքում, Լորիս Մելիքով կա Շվեյցարիայում այսօր Միխայել Լորիս Մելիքով, որը շվեյցարական այդ Շտրասեն պարադների, փողոցային այդ շքերթների, Շվեյցարիայում շատ ընդունված տոն է եւ Լորիս Մելիքովը իրենց այդ Շտրասեն պարադների ղեկավարն է մշտապես։ Սա հայտնի Չիբո ուրեմն ֆիրման է, Չիբո կա նաեւ Երևանում, Չիբո կա աշխարհի 20 երկրներում, տարեկան 4.8 միլիարդ, մինչև 5 միլիարդ շրջանառությամբ Չիբո նշանակում է Չիլինգիրյան եւ Բոնեն նշանակում է սուրճիատիկներ, ուրեմն Չիլինգիրյանը, որը որ Համբուրգ քաղաքի հայերից էր, ստեղծեց այս կոնցերնը իր գերմանացի ընկերոջ հետ, դարձել է Գերմանիայի վիզիտնի, ասենք, այցեքարտ, Չիբոն աշխարհի ուրեմն հայտնի կոնցերներից է, ամենաեզակի կոնցերներից է, որ ստեղծման օրից միշտ պլյուսով է աշխատել։ Մոդելը հետեւյալն է, տնտեսական կոնցեպտը։ Փոքր խանութում այս տարածքի ուրեմն իրենք բերում են բարձրորակ ապրանք եւ սուրճ եւ նաեւ ապրանք տնտեսական եւ հագուստի եւ յուրաքանչյուր 3 շաբթ եւ ուրբաթ օրը նոր ուրեմն տեսականի է մտնում։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, որ գալիս է մի մեծ ունիվերմար, մի մեծ հանրախանութ, պիտի ուրեմն մշտապես փնտրի, որպեսզի գտնի այդ խանութում եկած մի նոր հագուստ, չէ՞։ Մեծ հագուստ։ Իսկ այս Չիբոյի կոնցեպտը հետևյալն է։ Փոքր տարածքում ես գալիս եմ 3 շաբթի, գիտեմ, որ անպայման նոր ապրանք կա։ Եվ ընդհանրապես 5 րոպե է պետք, որպեսզի այդ նոր ապրանքը հայտնաբերեմ։ Եվ նույնը ուրբաթ օրը։ Երբ որ չի ծախում այս նոր ապրանքը, այս նոր ապրանքը գնում է մյուս ուրեմն բաժանմունք, ֆիլիալ, մյուս բաժանմունքից նոր ապրանքը գալիս է այսպես։ Եվ մարդը գալիս է 5 րոպեի մեջ, գտնում է բարձրորակ ուրեմն հագուստ կամ տնտեսական ապրանք, եւ գնումները կատարում է շատ արագ եւ գնում է։ Եվ մշտապես գիտի, որ նոր ապրանք կա Չիբոյի։ Մշտապես այդպես շրջանառվում է։ Լավ։ Ես մի քանի անգամ պատմել եմ իմ ընկերներին, բայց ծայր պատմեմ։ Տարիներ առաջ Մանումենտով իջնում էի, մեկ է Չիբո խանութ տեսա։ Մտածեցի, որ երևի մեր հայերը իրենց հայրենակցին ուզում են լեցարեն եւ մտա Չիբո խանութ, հարցրեցի մի հատ այսպես բավականին ուժեղ կառուցվածքով մարդ էր նստած իր
խանութի վարիչն էր, հարցրեցի ինչ է նշանակում չիբոն, ինչ է նշանակում, նա ասաց, որ գերմաներեն գիտես, սուտ խոսեցի, երբեմն լինում է, ասացի չէ, գերմաներեն չգիտեմ, բայց բացատրեմ տեսնեմ ինչ է, ասեց եթե գերմաներեն չգիտես, բացատրեմ չես հասկանա, գնա գերմաներեն կսովորես, կգաս կասել ինչ է, լավ ասի փորձեք թարգմանել միգուցե, ասեց որ չգիտես, չես հասկանա, ինքը չգիտե, որ չի որ իհարկե Չիլինգիրյանն է, թաղված է Համբուրգի պրոմինենտների գերեզմանոցում, Կարապետ Չիլինգիրյանի որդին է, Իրանը Կարլ Չիլինգիրյան բացավ 1987 թվականին, ընտանիքը վաճառեց իր մասը գերմանացի Մաքս ընտանիքին, բայց անունը մնաց, կոնցեռնը մնաց Իրան նոր, չի որ։ Դե օպերայի դիմաց կար, բայց տատկվեցին։ Գերմանիայի ցանկացած քաղաքում կան մի քանի Չիբոյի ֆիլիալներ, Չիբոն դարձել է ինչպես Mercedes-ը, BMW-ն, այնպես է Չիբոն Գերմանիայի ուրեմն Կներեք այդ հայտնի Չիլինգարյանների ընտանիքն է։ Դա էլ ասեմ, քանի որ հաշտվեցիք, Չիլինգարյանները ամեն տարի այստեղ Չիլինգարյանների համագումար են անցկացնում։ Երբ որ մենք ներված իրենց հարցրեցինք, բայց մեր Չիլինգարյանը ինչու չեք հիշում, իրենք ասեցին, որ մենք չենք պատկերացրել, որ Չիբոն կարող է, ամենահայտնի Չիբոն Չիլինգարյանը գերմանահայ է։ Իհարկե նաև Հուպեր Սևակի կամ մյուս Չիլինգարյանները կան, բայց ամենահայտնիներից մեկը նաև էր Չիլինգիրյանը։ Բոնեն Չիլինգարյանը, Բոնեն նշանակում է սուրճի հատիկներ։ Կրճատեց, քանի որ սուրճից սկսեցի, սուրճի բարձրորակ սուրճի հատիկներով վաճառքով սկսեցի։ Դրա համար Ինչպես? Չիլինգարյան սուրճ ասենք։ Այո։ Երևի խառնես է Աուրելիոսի գերեզմանն է, որտեղ որ գրված է Bishop of Armenia, եպիսկոպոս Հայաստանից։ Երևի խառնես մի քիչ, սա Չիբոյի ստեղծողի պարզ համեստ գերեզմանը, շիրիմն է։ Դուք պատկերացրեք, տեղափոխենք այս մոդելը մեր ժամանակակից Հայաստանյան դաշտ, մի մարդ, որը 20 երկրներում ունի իր, ասենք, կոնցեռնի ֆիլիալները, ունի մոտապես 5 միլիարդ եվրոյի շրջանառություն տարեկան, ունի այսպիսի մի հատ պարզ գերեզմանակար, Կարլ Չիլինգիրյան, ծնված 1910 թվականի, մահացած 1987 թվականի, պարզ Համբուրգի գերեզմանոցում Սա իր հայրական, սա իր ընտանեկան գերեզմանն է, այս արձանը վերջում դրեցին, տեսեք այստեղ այս փոքրիկ քարերը, տակից դրանք Չիբոյի ընտանիքի անդամների գերեզմաններն են։ Կարապետ Չիլինգիրյան, ծնված 21 հունիս 1869 թվականին։ Կարապետ Չիլինգիրյանի զավակներ։ Հայերեն խոսել են։ Իրենք արևմտահայեր են եղել։ Հավանաբար Ռուբեր Սևակի նրանք են Չիլինգիրյան, հավանաբար ասում են նրանց ժառանգներից արևմտահայեր են, այո։ Լավ, սա էլ ավարտեմ, հետո սա Ռոլֆ Հակոբն է, 10 տարի ղեկավարեց Դորտմունդի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գերմանիայի ամենատարբեր նվագախմբեր ղեկավարեց, նույնպես արևմտահայեր եւ Գերմանիայի հայտնի պրոֆեսորներից էր, որ ղեկավարում էր ամենատարբեր Հակոբ մնացել է այսին անունը։ Այո, Հակոբ մնացել է։ Ես պիտի ասեմ, որ այստեղ նստած է իմ լավ բարեկամը Արծվի Բախչինյանը, ես շատ անուններ վերցրել եմ իր հայտնի գրքից եւ ուսումնասիրել եմ տեղում, դրա համար Արծվի ջան բոլորի առաջ քեզ հատուկ շնորհակալություն, եթե քո գրքերը չլինեին, մեկ տարվա փոխեմ վերևի պիտի 10 տարի ծախսեին, որպեսզի այդ անունները հայտնաբերեին։ Դրա համար շատ ես քեզ հատուկ շնորհակալություն։ Այո, Արծվին այդ տղաներից է, որ մեզ բարակում է, կծում է մեզ կրակը, հետո ինքը անուններ ագրում, ասում է դե ուսումնասիրեք։ Հետո մենք ստիպակ դիրին ենք։ Ինքը հայտնի գիրք ունի, հայտնի հայեր է, էպես որ շատ եմ ապկարացի շատ խոզրքից։ Ինքը իհարկե ինձ ավելի շատ պարտականություն է ասում, ես ծուլացել եմ այդ հարցում, բայց դեռ պիտի հասցնեմ։ Ուրեմն, սա հայկական փողոցն է Բերլինում, ուրեմն 1926 թվականին Բերլինի մի հատվածում Բերլինի քաղաքապետարանը որոշեց ամենատարբեր ազգերի անուններով փողոցներ կոչել, հայերն նույնպես դիմեցին, Արտաշես Աբեղյանը, այն ժամանակ մեր Մանուկ Աբեղյանի երկրորդ տղան դիմեց եւ այն ժամանակ մի փողոց նույնպես կոչվեց Armenische Straße։ Վիեննայում էլ կա։
Բենայմ 7 փողոց կա, ասեք, Ավետիք շտրասե, Ասլան գասե եւ այլ եւ այլ։ Մենք նա բենային չենք հասնում, նրանք ավելի առաջ են։ Սա Արմենի շտրասեն է, այս ամառը նկարել, այս Սևան շտրասը կա, չէ։ այո։ Մեծ փողոցն է։ Արմենի շտրասեն չմեծ փողոց չի, բայց շատ գեղեցիկ, այդպես շատ ընտանեկան կարծես միջավայր է, հայկական փողոցը Բերլինում։ Սա մի հետաքրքիր բան է, մի պրոֆեսոր կին զանգեց այս տարի, իմ ծանոթ գերմանացի կանացի եւ ասեց, որ Բրանդենբուրգյան դարպասների հետևը կա Գրիգորի Արզատյան ալեյ է։ Ասենք այս Բրանդենբուրգ քաղաքի կենտրոնում, որ տանում է դեպի Բունդեսթագ, վեր կացանք եւ գնացինք, որպեսզի նկարենք որևիցե հայ Բերլինում ապրող հայերը դե բարձ ամեն մի չոփ, ամեն մի քար փորձում են հանել, տակից մի հայկական բան գտնել, սրա մասի տեղյակ չէին։ Հավանաբար որոշ անցորդներին հարցրեցինք, ասեցին, որ հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մի խումբ է ստեղծվել, որ փորձել է այդ կենտրոնական վայրում հայերի անունով մի այդպես բարեկամական ժեստ անել եւ Գրիգորի Արզատյան կարծեցինք անծանոթ է, հա, կամ ինչ որ մի մտածածին անունը, կամ ինչ որ մի վայրում եղել է Գրիգորի Արզատյան, բերել տեղավորել են այս Բրանդենբուրգյան դարպասների հետևը։ Սա է, ամիջապես դուրս ես գալիս եւ այդ Գրիգորի Արզատյան ալեն, նա դեռ պիտի ուսումնասիրենք, նոր բան է դա սա շատ։ Սա մեր Կոմիտասի ուրեմն ցուցատախտակն է, որը փակցվեց Հումբոլդտի համալսարանն էր, այս մուտքի մոտ, սա մեր բանն է։ Այստեղ է սովորել, Կոմիտասը։ Այո, Կոմիտասը, այստեղ այդպես մի ցուցանակ կպցվեց 2-3 տարի առաջ, այս դրից միշտ ինքը գնացել, սա երաժշտագիտության ֆակուլտետն է, Հումբոլդտի համալսարանի երաժշտագիտության։ Հենց մուտքի մոտ ամիջապես կպցվեց Կոմիտասը։ Կառավարությունը հայկական համայնքեր համագործակցաբար։ Սա Արմեն ջան, սա Սևան շտրասեն է։ Սա նոր 1992 թվականի Սևան շտրասեն, Սևանի փողոցը։ Լավ։ Սա խառնված բան ավելի, սա Բլազիուսի նկարն է։ Սա ներողություն, սա երևի խառնվեց կոմպյուտերի։ Ոչինչ, տեսնենք։ Սա Բլազիուսի նկարներից է Միշնադարյան։ Բլազիուսի եկեղեցին, որը Ֆրայբուրգի մոտ, Ֆրայբուրգից մի քիչ արևել, Սանտ Բլազիեն քաղաքում, ասում իր անունով քաղաք կա, այս գմբեթը համարվում է Եվրոպայում իր մեծությամբ երկրորդ գմբեթը, եկեղեցիների գմբեթի, այդ կլոր գմբեթների մեջ համարվում է Բլազիուսի եկեղեցին ամենամեծ երկրորդ գմբեթի մեծությամբ։ Երրորդ ներոց դրիտ պրոստե Քիրխենկա։ Ազատ գործող եկեղեցիներ են։ Ինչպես։ Գործող եկեղեցի։ Հա, այս եկեղեցին մեզ դիմեց, որ ամեն տարի Բլազիուսի տոնը նշելուց մեզ ձայնագրեք հայերենով, որպեսզի մենք գերմաներեն, լատիներեն հայերմերը ասելու ժամանակ նաև հայերեն հայերմերը հնչի եւ մենք CD ունենք իրենց տվեց, որ իրենք ամեն տարի հնչեցնում են հայերմերը հայերենով։ Սա մեր գերմանացի, սա ուրեմն լավ, այսպես, սա պատմական մասներ, մի քանի մասով առաջ ասնեմ 20-րդ դարը, սա մեր ինչ է կարծում, երբ կարող է լինի այս նկարը։ 46 թվականի նկարը մեր ռազմագերիները բռնի ուրեմն աշխատանքի տարվածներն են, որոնք ազատվել են կոնցենտրացիոն լագերից, տեսնում եք 46 թվականի նկարը։ Կանայքին են ռազմագերի եղել։ Ոչ, երբ որ նացիները նահանջեցին Ղրիմի Ուկրաինայի ուրեմն հայությունը միացավ իրենց եւ գաղթեց դեպի արևմուտք, վախենում էին, որ նացիների հետ որպես կոլաբորատոր, որպես համագործակցող կարող են պատժվել, այդպես էլ եղավ նրանք, որոնք որ մնացին, այդպես էլ օրինակ Ռաֆի Հովհաննիսյանի մաման, Վարդիթեր Հովհաննիսյանը, Ռիչարդ Հովհաննիսյանի կինը, փոքրիկ երեխա է Լվովի նահանգում ռուսախոս, որ այդ
ոսկի հետ փախավ եկավ Շտուտգարտ եւ Շտուտգարտում 1945-ից 51 թվականին մոտ 8-ից 9000 հայեր էին ապրում, մեր ռազմագերիներն եւ բռնի աշխատանքի վերվածները եւ նաեւ այդ շրջանի գաղթականները, որոնք հայացվեցին աշխարհ, ասենք ռուսախոսից դարձան հայախոս, հետո մեկնեցին Ամերիկա եւ նրանց մեջ էր նաեւ Ամբողջ 7000-ը գաղթեց, դրա Շտուտգարտում կան։ Այսպես անենք, հետաքրքիր պատմություն հարցերը Վերջում։ կարող եմ պատասխանել ուղղակի շեղնում։ Այսպես է, 23500 հայ դեպորտացվեց ուղիղ Սիբիր, ֆիլտրացիոն լագերներով անցան, ֆիլտրացիոն լագերներ էին ստեղծել Ուկրաինայում, Լեհաստանում եւ Գերմանիայում։ Նրանք, որոնք որ մասնակցել էին հայկական բատալյոններում, մենք Գերմանիայում Վերմախտում ունեին 35000-ից հայկական բանակ, առաջին անգամ Եվրոպայում ստեղծվել է 35000 բանակ, որ կրում է սովետական միության դեմ 11 բատալյոն, հա, եւ ուրեմն նրանք, որոնք որ ապացուցում էին, որ մասնակցել են այդ պատերազմներին եւ հասել են մինչեւ Արմավիր, մինչեւ Հյուսիսային Կովկաս, մինչեւ Կրասնոդար, նրանց ուղարկում էին Սիբիր։ Հայերի մի մասը փախավ Շտուտգարտ եւ 45 թվականին Նյուրնբերգյան փողոցի վրա ամերիկացիները նրանց տվեցին մեծ կազարմ եւ 7-ից 8000 հայեր հաստատվեցին այնտեղ։ Նրանք այդ հայերն են, որ Հայաստանում սեֆթուղթ էին ստացի համարում էին մահացած կամ անհատ կորած, բայց մարդիկ ապրում էին, գրում էին, ստեղծագործում էին, 2 տպարան ունեին, թերթեր ունեին, 4 թերթ, 2 ժուրնալ, եկեղեցիներ, ֆիլմեր, սպորտային խմբեր, ֆուտբոլի խմբեր, արևելյան պարերի եվրոպական պարերի։ Մի խոսքով ծաղկուն քաղաք է, Գերմանիայի պատմության մեջ առաջի անգամ ստեղծեց 7-ամյա դպրոց այդ ռազմագերիների։ Ուրեմն Շտուտգարտի, ես դա իմ դիսերտացիայի թեման է դոկտորական, դրա վրա ավելի մանրամասն ասեմ, Շտուտգարտի արխիվներում գտա մի փաստաթուղթ, մինչև 51 թվականը 4 զոնա կար Գերմանիայում, որոնք ֆրանսիական, անգլիական, սովետական եւ ամերիկյան։ Եվ այդ Շտուտգարտի կենտրոնական Քյոնիգսալե, իրաց ամենաճոխ փողոցն է, դա գտնում էր ամերիկյան հսկողության տակ։ 51 թվականին, երբ որ ամերիկացիները իշխանությունը հանդեցին գերմանացիներին, գերմանացիները նամակներ են գրում։ Շուտ արեք այս հայերը, որոնք կոնցենտրացիոն լագերներից էին, համակենտրոնացման ճամբարներից են։ Այս հայերը մեր Քյոնիգսալեը վերածել են արևելյան բազարի։ Շուտ արեք սրանց ձեռքից արեք, թե չէ սրանք ամբողջ Շտուտգարտը կգրավեն։ Պատկերացնում եք հայ մարդը, որը որ երեք գերությունից ազատվել է, արդեն այնքան խանութներ ու այնքան ուրեմն արեստանոցներ էին բացել Քյոնիգսալեի վրա, որ գերմանացիները անհանգստացել էին, բայց ամերիկացիներին չէին թույլ տալիս, որպեսզի գերմանացիները խոսք ասեն ինչ 51 Ինչպես? Նույն չափ անհանգստանան թուրքերից։ Լավ, ամեն դեպքում գերմանացիները այդպես անհանգստության նամակներ ունեն գրած իրենց մնացին դեպքում։ Ինչպես? Հայերը մնացին։ Չէ, հայերը տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վենեսուելա, Կոլումբիա, Բրազիլիա, Արգենտինա, ներկա Արգենտինայի կամ Բրազիլիայի կամ Չիլիի, Կոլումբիայի հայտնի հայերը բոլորը մեր նախկին ռազմագերիներն են, կամ իհարկե մենք Գորիսեցի ունենք, օրինակ Փարիզի մեջ, Փարիզի կենտրոնում ունի մեծ գորգագործական խանութ եւ այլն։ Սա այդ շրջանի մեր ռազմագերիներն են։ Լավ, ես մի քանի գիտնականների ցույց տամ ասենք առաջ։ Կարլ Ֆրիդրիխ Անդրեասը, իրանագիտության, զազայագիտության հիմնադիրը Գերմանիայում Պարսկայի ծագումով, ուրեմն նա ամուսնացած էր հայտնի Լուիս Սալոմե Անդրեասի հետ, Լուիս Սալոմեն Գերմանիայի պատմության 20-րդ դարի ամենահայտնի դեմքերից մեկն էր, սիրուհին էր Նիցշեի, Ռիլկեի եւ մյուսների, բայց ամուսնացավ Անդրեաս Արծրունու հետ, այդպիսի պատմություն կա, շատ հայտնի, նրան նա հրյակին էր, շատ գրավիչ, մտավորական, հայտնի, էմացիպացված, շարժման ղեկավարներից էր, նրան Նիցշեն շատ հայտնի խոսքեր ունի, wenn du zu Frau gehst, nimm die Peitsche mit, երբ որ դու գնում ես կանանց մոտ, վերցու մտրակը քեզ հետ, ասված է Լուիս Սալոմեի, այդ Սալոմեի համար, հետո ինքը իհարկե հայտնի Ռիլկեի սիրուհին էր, բայց Անդրեասը այսպես է արել, բոլորը ձգտում էին այդ ամուսնանան, պես Անդրեասը վերցրեց մի դանակ եւ գնաց Սալոմեի մոտ եւ ասաց, եթե դու ինձ հետ չամուսնանաս, այլ ուրեմն ես ինձ կսպանեմ։ Եվ Ռիլկեն այսպիսի տողեր ունի, իսկ ով եմ ես սոված պոետս, դու ամուսնացած ես հայտնի Կարլ Ֆրիդրիխ Անդրեասի հետ, որ համարում էր 20-րդ դարի ամենահայտնի գիտնականներից մեկը Գերմանիայում, իրանագիտության, լեզվի եւ զազայագիտության հիմնադիրներ Գերմանիայում, Գյոտինգենի համալսարանում։ Սա իր գողտրիկ համեստ շիրիմը։ Տեսնում եք, բոլոր շիրիմները այնտեղ լինեն հայեր կամ գերմանացիներ, բոլորը համեստ շիրիմներ։ Սա
նույնպես մեր սիրելի արծվին է ինձ ուշել, Հարութ Վարդանն էր Գերմանիայի ֆիլմի ամենահայտնի դեմքերից մեկը, պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մենք ունեինք մի քանի դերասաններ եւ ունեինք նաեւ Կովկաս ֆիլմ գեզերշար Բադալից, սա Հարութն էր, Հարութ Վարդան Նախճեվանցի մի ուսանող, որը մնաց այնտեղ եւ դարձավ Գերմանիայի հայտնի դերասաններից մեկը պատերազմի ժամանակ։ Ես մեկ-երկու ուրեմն նկարել եմ վերջերս միայն։ Այսինքն տենց պրո-նացիստական ֆիլմերի դերասաններ, հա՞։ Ուրիշ չկար այդ ժամանակ։ Ամենահավանականությամբ։ Մի հատի թերթ կա, ռուսական նացիզմի թերթն է, ֆաշիզմի թերթն է։ Այնտեղ մի Ակոպով կա, որ ռուսական նացիզմի, ֆաշիզմի հայրը գալիս է Ամերիկայից, Ակոպովը գրում է «Պլամեննի պրիվետ արմյանских ֆաշիստов, ռուսский ֆաշիզմ»։ Այնպես է մոդա է ժամանակ, թող մի հատ էլ հայ լինի, ինչ անեն։ Բադալն է, այդ բադալը որ կար, նրա մոտ հայեր էին աշխատում, քրիջանները, որ հետո Քյոլնի հայ եկեղեցին հիմնեցին, հետո խաչը ստացան գերմանական, նրանք այն ժամանակ աշխատում էին, նկարում են, մարդիկ պատում են, կենթանի են վերջերս մահացան, որ իրենց ձայնագրում էի, մարդիկ պատում էին, որ այո, մեզ հանձնարարում էին, գնացեք Լեհաստանում ես ինչ բանը նկարեք, ես ինչ ֆիլմը նկարեք, ես ինչ ֆուտբոլը նկարեք, բայց մարդիկ ապրել են, այսինքն այդպես չի որ այդ պատկերացումները որ կար որ նացիզմի ժամանակ բոլորը տարապում էին ես շատ գիտեմ ինչ այդպես չի ինձ Կարպիս Փափազյան ունենք ուրեմն Վիեննայում աշխատելու տարիների նկարներ է ցույց տվել որ ինքը Վահագն Դադերյանը եւ մեր Վարազդատ Հարությունյանը որ կար ճարտարապետի միության նախագահ նրա աղբոր տղան Ցոլակտեր Հարությունյանը որ մեր համալսարանում ստեղծեց Սփյուռքի ինստիտուտը ուրեմն նրան 43 թվականին Բերլինում կա Վանալիչ բանի հետ կապ չունի բայց Վանալիչ ուրեմն այնտեղ 43 թվականի գերմանացի աղջիկերքի հետ ծովափին քեֆ են անում։ Վահագն Դադերյանը այն ժամանակ ուսանող էր ցեղասպանագետ հայտնի Վահագն Դադերյանը, Կարպիս Փափազյանը, ինքը այդ Կարպիս Փափազյան մրցանակ կա։ Քեֆ էին անում, այսինքն նշանակում է 43 թվականին այդպես էլ այդպես չեն ինչպես մեզ ֆիլմերում կամ գրքերում ցույց են տվել։ Եվ ազատ շարժում են Ցոլակտեր Հարությունյանը, Վարազդատ Հարությունյանը եղբոր տղան ասում էր որ ես մի այսպես այցեքարտ ունեի պրոպուս գերմանացի գեներալից, Լեհաստանի հայերից ոսկին առնում էինք, հասկանալի է որտեղից էր ոսկին հավաքվել, տանում էինք Ֆրանսիայի հայերի միջոցով ծախում էինք։ Պատերազմի ժամանակ իրենց էլ հարկը տալիս էինք, իրենց բաժինը տալիս էինք։ Ադյուտանտի դերերին ինձ մոտ, այսինքն տղերքը աշխատել են։ Ես Մյունխենի այդ մասին էլ ասեմ, որ ես վարժանակ Մյունխենի արխիվներից մեկում, ընդերի առաջի Ասիայի դատարանի արխիվում աշխատելուց, գտա այդպիսի մի փաստաթուղթ Օնիկի մասին։ Գնացել էի Վահե Գույմջանի, ուրեմն ձայնագրել Վահե Գույմջանը Եղիշե Չարենցի Ավագ Քիսակյանի մոտ ընկերներ։ Գնացել էի ձայնագրելու ծերանոցում էր մարդը ուրեմն դուրս եկա արխիվում աշխատելու ժամանակ գտա մի այսպիսի փաստաթուղթ Երևանցի Օնիկի մասին։ Ուրեմն Օնիկ Կարապետյանը BMW-ում այնտեղ բայրիշաֆտ մաշին են վեր գործանում, BMW-ի գործանում աշխատել է որպես բռնի աշխատող։ Գերի է եղել, ելեն աշխատել է։ Ուրեմն հայ բժիշկ է գտել, հայ բժիշկին ասել է դու ինձ բժշկության այդ բանը տուր, որ ես հիվանդ եմ, մի երկու տունը մնամ հանգստանամ։ Երկու շաբաթվա թուղթ է գրել այս մարդը, որ այս մարդը չի կարող աշխատի, թողեք մի քիչ կազդուրվի աշխատի։ Երկու շաբաթվա մեջ կարողացել է գերմանական կեքսի տեղ գտնի, տանի սև շուկայում ծախի, երկու շաբաթվա մեջ աշխատել էր 8000 ռայխսմարկ։ Գերմանացիները բռնել էին այս մարդը, որ այս գերի ժամանակ այս մարդը արուտուր անում, հիվանդ չի։ Իրան էլ էին բռնել եւ հայ բժիշկին էլ էին բռնել։ Եվ հաջորդ շաբաթ որ պիտի գնդակարարության որոշում էր կայացել, պիտի գնդակարեն, ամերիկացիները 44 թվականի վերջին մտան Մյունխեն եւ ազատեցին։ Մարդը ազատվեց։ Այնպես որ հա մոտս կա այդ արժույթները։ Լավ մի բան էլ պատմեմ Վահե Գույմջանից, որպեսզի թարմանանք եւ ասենք։ Ուրեմն նացիները այսպիսի բան ունեն, դպրոց ունեին, որտեղ հավաքում էին գրագետ գերիներին, որ հավանական հաղթանակից հետո այս գերիները պիտի դառնային պաշտոնյաներ, ուրեմն Հայաստանում կամ Վրաստանում կամ Ուզբեկստանում բոլոր գերիներից հավաքում էին գրագետների, ոնց որ դեռ Բեկեշենը վիշապատինա շկոլա, չէ՞։ Լավ։ Ուրեմն այս Վահե Գույմջանը ամասիացի է, Արևմտյան Հայաստանից ամասիացի, կինը գերմանուհի, այս Վահե Գույմջանը դպրոցի դիրեկտորն էր։ Ինքը ազատ ճամբար է, գերիներին հանում էին, ասում են ովքեր համալսարանական կրթությունն են, եկեք պատրաստեք, հա, միջև այս վերջերս դերերս ապրում էր փոստի նախարարը, ինձ ասում էր, որ եթե մերոն գրավեն, ասին գերմանացիները գրավեն, ես պիտի լինեի Հայաստանի փոստի նախարարը, կապի նախարարը։ Լավ, այս մարդը, այս Վահե Գույմջանին գնացել եմ ձայնագրելու,
ծերանոցում պարկած մարդ է 90 տարեկան, այդ Վուստրայի ճամբարի տնօրենն էր։ Ասեց ուր եք ուղղացել, ասի Երևանից եմ, Երևանցի են։ Ու ասեց Երևանցիները ճարպիկ մարդիկ են։ Ասի բայց ինչու են ճարպիկ, ասի ինչի եք եկել այդ եզրակացության, ասեց տղաս ես այդ Վուստրայի ճամբարի, այդ գերիների ճամբարի տնօրենն էի 42-43 թվականին ասեց, մեծ քանակությամբ գերիներին դաս էին տալի, մեզ պատրաստում էինք սրանք նացիոնալ սոցիալիզմի գաղափարներով, մասնագետներ էին պատրաստում, այդ պարտիական դպրոցն էր։ Ասեց ես սիգարետ չունեի, բայց բոլոր այդ երևանցի գերիները սիգարետ ունեին։ Թե որտեղից էին ասեց այդ ամպետները ճարում, չգիտեի։ Ասա մի օր ասեցի մեկին կանչեցի, ասի այդ դուք այդ որտեղից եք առնում։ Դու ես ամիսը մեկ ժամով թույլ եմ տալիս, որ գնաք ազատության մեջ, քաղաքը մանգա կար։ Դուք այդ որտեղից եք այդ ճարում։ Ասեք ես էլ եմ առնում, ես աշխատավարձ եմ ստանում, դուք այդ գերի եք։ Ասեց պարոն Կույմ ջան, ես մի բան ասեմ, ձեզ պայման կապենք։ Ես ձեզ մի մեթոդ եմ ասելու։ Դուք միշտ սիգարետ կունենաք։ Մենք միշտ ազատություն։ Ձեզանից է կախված մեր այդ ուղարներից դուրս գալու բան։ Ասեց դուք եկեք մտեք, իմ հետ Կույմ ջան այս բան, ասեց եկեք մտեք դասարան։ Մենք նստած ենք մի 100-200 հոգի։ Ասեք, այ մարդ, ես անտեր սիգարետ էլի մոռացա։ Հիմա մենք կբերենք ձեզ հյուրասիրենք, ոսի ձեր աչքը մտնենք, դու մեզ թողեք գնանք ազատության մեջ, համ դուք սիգարետ կունենաք, համ էլ ես։ Ասում միշտ գալիս է ասում եմ, այ մարդ, ես անտեր սիգարետ էլի մոռացա։ Մեծ մարդ է հիշողություն չունեմ, ասում բոլորը վազում են պարոն Կույմ ջան։ Ամեն անգամ մեկից վերցնում էի, թողում էի իրան գնում էին բան, բայց ասում տեղը տենց էլ այդ սլիկան չասեց ինձի, որ ես գնամ առնեմ, միշտ ասում էի գնում էի։ Ասենք որից այն է Գերմանիա։ Դե չէ, հիմա Կույմ ջանի հետ խաղում էին, այդ մարդիկ ազնիվ արևմտային մարդ էր, շատ ազնիվ մարդ էր, այ դες ազնիվ մարդ է։ Սովետական մարդ։ Արևմտայինը շատ ազնիվ է։ Ժուլիկությունը գալիս է արևել հայ։ Ես էլ եմ արևել հայ։ Սովետական։ Սովետական։ Ճիշտ է, սովետական։ Մինչև 19-րդ դարի սկիզբը հայ վաճառականի գումարը երբեք աշխարհի ոչ մի կետում չեն հաշվել։ Եթե ասես հայ վաճառականի փողը չեն հաշվել։ Այդպես ընդունված է։ Հայերն են արևելահայ, բայց իրանք այդպես չեն, որտեղ սովետ չեն։ Լավ, Պասկայերը Խաչակովի հիշատակարան։ Լավ։ Էմիլ Արտինը, ուրեմն Արտինը հանրահաշվի մաթեմատիկայի հայտնի ուրեմն դեմքերից է Արտինյան մոդուլները հանրահաշվի մեջ, չէ, մաթեմատիկայի մեջ, Համբուրգում ապրած հայտնի հայ գիտնականը, Համբուրգի համալսարանների լսարաններից մեկը կոչվում է Էմիլ Արտինի անունով։ Մի քանի Էմիլ Արտինի հայտնի գիրքը հանրահաշվի մոնումենտալ աշխատություն է, լավ, պատմական մասը մոտավորապես այսքանով ամփոփ է, Ականի ստեղծված առաջին ակադեմիական կառույցներից մեկն է հայկական, որը մինչև մի գործում է, սա մեր զինանշանն է, տեսնում եք այստեղ Տիր Աստվածը, գիրուգրականության Աստվածը, կոնդակը փոխանցում է մշակույթի և գիտության պաշտպան Տիգրան Մեծին, հավերժության նշանն է, որ Արարատի տակ և խոյակի վրա դրված է գիրքը։ Սա մեր պետական գերբից է, մենք իհարկե ձևափոխել ենք, լեզու ենք դրել մեր երկնքի իշխողի և հողի վրա իշխողի առույցի և արծվի բերանը և սա մեր ուրեմն զինանշանն է։ Զուտ հայկական, Արարատը, հավերժության նշանը, Տիգրան Մեծը, Տիրը, սա մեր ուրեմն Հայ ակադեմիական միության զինանշան։ Միությունը ստեղծվել է 1860 թվականին 155 տարեկան է, որոշ գերմանացի գիտնականներ գտնում են, որ Գերմանիայի ամենահին միգրանտների միությունն է։ Այս տարի մենք նշում ենք մեր 155-ամյակը։ Միության նախագահ է եղել Աբգար Հովհաննիսյանը, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը, երբ որ սովորել է Լայպցիգում նախագահն է եղել, միության անդամներից են եղել Հակոբ Մանանդյանը, համալսարանի առաջին ռեկտորը, միության անդամներից են եղել Լևոն Շանթը, Աբեղյան եղբայր Արտաշես Աբեղյանը, ասացի Արծրունին, Գրիգոր Արծրունին, ներողություն, Անդրեաս Արծրունին, որ 14 տարի Ախենում դեկան էր Արծրունի միներալի հայտնագործողը, Գարեգին Չորեքչյանց կաթողիկոսը, Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսը եւ այլ, ասիկ բազմաթիվ հայ մտավորականներ, ուրեմն բուկլետներ ունեմ, երբ որ Գարեգին Նժդեհը մեր միության բեմերում ելույթներ է ունեցել, այդ ֆլայերները, բուկլետները կան, միությունը 1860 թվականին ստեղծվեց, այնուհետև տեղափոխվեց նստավայրը Բերլին, 1903 թվականին մենք
մեծ ֆլայեր ունենք, այսինքն բուկլետ ունենք, հայտագիր ունենք, որտեղ 60 հոգանոց խոր են ունեցել մեր անդամները։ Ինչպես ասացի, ամենահին կազմակերպությունը, Գերմանիայի ամենահին միգրանտների կազմակերպություններից մեկն է։ Որոշներն ասում են ամենահինը, դեռ պիտի ուսումնասիրվի։ 1941 թվականին վերահաստատվեց նացիների կողմից Armenische Akademische Verein Nationen des 60, Հայ ակադեմիական միություն 1860 անունով եւ գրանցվեց։ 2001 թվականին միությունը բավականին ժամանակ փակված էր, քանի որ հայեր չկային Գերմանիայում, մենք վերաբացեցին 2001 թվականին Բոխում համասարանական քաղաքում, որտեղ մենք ապրում ենք, 2 տարի մարդիկ չէին գրանցում, ասում էին 1860 թիվը հանեք, որտեղ հնարավոր չի, որ հայերը 1860 թվականից ունեցած լինեն այդպիսի միություն, պիտի ապացուցվեր։ Մեր երկու ուրեմն անդամները, վարչական անդամները, որոնք դեռ կենդանի էին, Սոլակտեր Հարությունյանը, Վարազդատ Հարությունյանը եղբոր տղան, եւ Հայանյանը, Ադամյանի քրոջ տղան, որոնք 90 տարեկան պապիկներ էին, մեզ ասում են, որ Լայպցիգից արխիվը Բերլին տեղափոխելու ճանապարհին ամբողջությամբ ռմբակոծվել է, ոչ մի փաստաթուղթ չի մնացել։ 2 տարի ձգձգվելուց հետո պատահաբար Փարիզի արխիվներում աշխատելուց գտա այդ փաստաթուղթը, որը Բերլինի առաջին Ազիանի դատարանը Ամսգերիխտը, այդ նույն դատարանը, որտեղ Սողոմոն Թեհերյանը ազատ արձակվեց, հաստատել է 1941 թվականին մեր միության համար են տվել եւ այդ միության գրանցվել է։ Փաստաթղթով եկանք մեր առաջին Ազիանի դատարան եւ ասացին, որ նացիները 41 թվականի ժամանակ հաստատել են, դուք 2 տարի մեր հոգին հանում եք, 5 րոպեվա մեջ միությունը գրանցվեց։ Այդ թիվը կար, 1860 թիվը կար, այո, փաստաթղթի մեջ կար 1941 թվականին Բերլինի այդ նույն դատարանը, որ Սողոմոն Թեհերյանին արդարացրեց, առաջին Ազիանի դատարանը հաստատել է այդ թիվը կար նույնիսկ եւ այդ փաստաթուղթը կար, Փարիզում պատահաբար գտա ժամանակին մերոնք որ արել են, ինչ որ մի ձևով հայտնվել էր Փարիզի արխիվներից մեկում։ Սա մեր միության անդամները Լայպցիգ 1982 թվականին տեսնում եք Ստեփան Շահումյանը եւ մյուսները։ Այ բոլոր մեծերը, որոնք սովորել են այնտեղ Շահումյան եւ մյուս, բոլորն եղել են Լայպցիգի, այն ժամանակ կոչվում էր հայ ջեմարանականների միություն։ Գերմանիայում էր հայ ակադեմիականների միություն, քանի որ հիմա ջեմարանական չկար, մենք ուղղակի հայ ակադեմիականների միություն, բառը Akademische Verein թարգմանեցին ակադեմիականների միություն։ Լավ, մի քանի նկարներ գործունեությունից, հա, սա մեր ուրեմն քաղաքի արվեստի թանգարանն է, հայկական արվեստ է այնտեղ։ Սա մեր քաղաքում ուրեմն հայտնի հուշարձանն է, խաղաղության հուշարձանը, որը բերված է Գյումրիից, Ալբերտ Վարդանյանի հուշարձանն է, բավականին ունիկալ մտածող արվեստագետ է, այստեղ գլոբուս է, բայց քարտեզի փոխարեն բոլոր ազգերի խորհրդանիշերն են, հա? Ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխարեն կա Սան Ֆրանցիսկոյի կամուրջը, չգիտեմ, եզակի բանը։ Իսկ սրանք այդ սեպերն են, որոնք խանգարում են աշխարհի խաղաղությունը։ Եզակի բանը, 3 մետր խաղաղության հուշարձանն է։ Ալբերտ Վարդանյան։ Մեր քաղաքում մի կին, 90 տարեկան մի կին, որը 50-60,000 եվրո էր հավաքել, պատերազմի ժամանակ շատ դուժած մի կին, ասեց, որ մեր այս փողը ուզում եմ ներդնել քաղաքում խաղաղության հուշարձան կանգնեցնելու համար, եւ այդ հուշարձանը եկավ Գյումրիից։ Մենք եկեղեցու Բաքվում ադրված, բրոնզե հուշարձանը։ Գերմանացի թե հայ կինը։ Գերմանացի կին, որը ռումբերի տակ էր մնացել, ամբողջ կյանք հավաքել 50-60,000 եւ մեզ ասեց, որ ուզում ենք խաղաղության հուշարձան կանգնեցնենք։ Մարդիկ էլ գալիս էին Գյումրի, եկան Ալբերտ Վարդանյանի հուշարձանը տեսան, հավանեցին եւ բերեցին այնտեղ եւ 2007 թվականին դրվեց այդ եկեղեցու բակը։ Սա մեր ցույցերից մեկն է թուրքական դեսպանատան դեմ Մոնտեմերկոնյան եւ այլն։ Սա մեր միության ցույցերից մեկն է, Դուսելդորֆում է գտնվում Թուրքիայի գեներալ կոնսուլատը, այնտեղ մենք երբեմն ցույցեր ենք անում։ Սա մեր միության մատենաշարն է, միությունը ունի մատենաշար, հրատարակում է բազմաթիվ գրքեր, միությունը 1886-ից 1889 թվականին ունեցել է մատենաշար, 9 գիրք է հրատարակել, մենք նորից վերականգնեցինք եւ հրատարակում ենք մեր գրքերը։ Սա մեր Էրդողանի առաջի ցույցն է 2012 թվականին Էրդողանին պիտի տրվեր Եվրոպայի խաղաղության տոլերանտության մրցանակը, մենք համագործակցեցինք Թուրքիայի Հանրապետությունից եկած բոլոր ազգային փոքրամասնությունների հետ, բողոքեցինք, մեծ ցույցեր եղավ Բոխումում եւ
ցույց հասավ այն բանի, բողոքի ակցիան հասան այն բանի, որ Էրդողանի առաջի մեծ ապտակները ընդհանրապես Եվրոպայում եւ զրկվեց այդ մրցանակից։ Չդվին։ Չէ, պաշտոնապես միայն մեր միության մասին, մեր կազմակերպության մասին 800 հոդված գրվեց։ Երկու շաբաթ շարունակ թուրքիական թերթերն ու մամուլը Թուրքիայում գրում էր, որ հայկական թույնը նորից թափվեց թուրք ժողովրդի գլխին։ Հետևը իհարկե բոլորը քրդեր են, 10,000 քուրդ է, 35,000 մարդ հավաքվեց մեր քաղաքում, Բոխում քաղաքի պատմության մեջ 1200 տարվա պատմություն ունի Բոխումը, սա ամենամեծ ցույցն էր գրանցված։ Քահանանով, Քահանան ամեն դեպքում մերը չի։ Առաջ շարքերն ինչպես միշտ իհարկե լիբանանահայերն են։ Բայց ամբողջ հետևը քրդերն են, ասեմ մեր։ Սա Էրդողանի մյուս ցույցն էր, որ նույնպես մենք մասնակցեցինք։ Էրդողանը տերորիստ է, մենք քեզ հետ ենք Արարատ ցուցանակները։ Սա այդ մեր ցույցն է, 90,000 մի բուրեն հայեր։ Սա նորից քեսավի ցույցն է, քեսավը կտանգվելու ժամանակ մենք նորից հավաքվեցինք թուրքական կոնսուլատն Դուսելդորֆում, որը դարձել է մեր ինչ սիրելի վայրերից մեկը, մշտապես այնտեղ։ Այս Այդպես քեսավի ցույցն է, մենք քեզ հետ ենք, քեսավը Արարատ մենք քեզ հետ ենք եւ այլն։ Սա միության մասին, լավ։ Հիմա մի քանի խոսք էլ ասեմ ուրեմն Գերմանիայի համայնքի մասին, ներկա վիճակի մասին, Գերմանիա մոտավորապես ապրում են 100,000 հայեր, եթե կրոնական պատկանելությամբ ասենք, մոտավորապես 70,000 քրիստոնյա հայեր, 20-25,000 իսլամացած հայեր, աթեիստ հայեր, մեծ մասը 70,000-ից հայ առաքելական եկեղեցու անդամներ են, ունենք նաև հայ ավետարանական եկեղեցի բողոքականներ, որոնք կազմակերպված են, ունեն իրենց վերապատվելին, փաստորը, ունեն նաև կաթոլիկ հայեր, որոնք իհարկե կենտրոն չունեն։ Իսլամացած հայերը մի քանի շերտի են բաժանվում, դրանք ուրեմն համշենահայերն են, ունենք ալևիացած հայերը, ուրեմն քրդախոս հայերը, թուրքախոս հայերը եւ արաբախոս հայերը, որոնք ամեն մեկը Պարսկաստանից չկա։ Առաքելական հայեր։ Պարսկաստանի քաղաքինակը չկա։ Պարսկաստանից մի քանի ես ընտանիքներ գիտեմ, որ ասորիների ամուսնացած նեստորականներ են։ Բայց Պարսկաստանից բոլորը քրիստոնյա են։ Ուրեմն ունենք մոտավորապես 40 հայկական համայնքներ, կազմակերպություններ, դրանք մի քանի բնույթի մարմիններ են, ունենք քաղաքային համայնքներ, այսինքն Բերլինի համայնքը, Համբուրգի համայնքը, Ֆրանկֆուրտի, Քյոլնի, Շտուտգարտի, Մյունխենի, դա։ Ունենք բացի դրանից համագերմանական բնույթի կառույցներ, դրանք հայ բիզնեսմենների միությունը, հայ բժիշկների միությունը, հայ ակադեմիականների մեր կազմակերպությունը եւ ունենք համաշխարհային հայկական կառույցների գերմանական մասնաճյուղը։ Սա նշանակում է առաջնորդանը, ՀՕՄ հայօգնության միությունը, Հայաստան համայնքական ֆոնդի Գերմանիայի մասնաճյուղը եւ այլն։ Դաշնակցության կոմիտեն եւ այլն համաշխարհային հայկական համայնքների ուրեմն հայկական կառույցների գերմանական մասնաճյուղերը։ Ուրեմն Գերմանհայ համայնքը առաջին համայնքային կառույցը 10-րդ դարի եթե չհաշվենք, մեր կազմակերպությունը ոչ թե որ համայնքային կառույց, այլ ակադեմիական միություն, առաջին համայնքային այդպես կառույց ստեղծվեց 1923 թվականին Բերլինում, ուրեմն Արտաշես Աբեղյանը ղեկավարը, Ջեյմս Գրինֆիլդը նախագահը, հետո Արտաշես Աբեղյանը դարձավ 60-ական թվականներին արտագաղթը որպես գաստարբայթեր, որպես աշխատողներ եկան Թուրքիայից, սկսվեց թուրքահայերի կողմից եկեղեցական համայնքների ստեղծումը, այնուհետև Լիբանան, Սիրիա, Պաղեստինյան ճգնաժամ, Լիբանանահայերը, Սիրիահայերը եկան, այնուհետև պարսկական հեղափոխության հետևանքով եկան պարսկահայերի մի մեծ խումբ եւ 90-ականներին եկան հայաստանցիները, ռուսահայերը եւ սովետական միության տարբեր հանրապետություններից։ Ասոնք միասին հավաքվում են, չէ՞ ամեն մեկը անշատ։ Ուրեմն մենք 40 հայկական համայնքները կազմակերպություններ ունեն երկու գլուխ, առաջնորդանը, որը հիմնականում բաղկացած է թուրքահայ զանգվածից գաստարբայթերներից բաղկացած ստեղծված եկեղեցական համայնքները, ղեկավար օրգանը իրենց համար առաջնորդարանը եւ կա Գերմանիայից կենտրոնական խորհուրդը, քաղաքական օրգանը, որը համարում է Գերմանիայի կառավարության եւ հայկական համայնքի խոսակիցը, կոնտակտը եւ նաեւ մեր կառավարության, այսինքն հայկական համայնքի ղեկավար օրգանը, ինչպես
ինքը գրանցված է Ֆրանկֆուրտում, բայց 14 միությունների ղեկավար մարմինն է, համարվում է խոսակիցը։ Բայց Ֆրանկֆուրտ։ Որպես գրանցված Ֆրանկֆուրտի առաջինացիային դատարանում, նայած թե նախագահ որտեղից է ընտրվում, նախագահան համարվում է նստավայրը այդտեղ, հա։ Ես ինքս եղել եմ 4 տարի կենտրոնական խորհրդի նախագահ, ես ապրում եմ Բոխումում, մեր նամակները գրում են Ֆրանկֆուրտ, բայց ես ապրել եմ Բոխում եւ Բոխումից եղել բոլոր կոնտակտներ, ասենք այդպես է կանոնադրություն նախագահ որտեղ է նստած։ Լավ, ինքը քաղաքական օրգան է, քաղաքական ակցիաներ է կազմակերպում, հանդիպումներ Բունդեստագում, 17 նահանգային պարլամենտներում եւ այլն։ Եվ համարվում է պատասխանատուն հայկական համայնքի։ Եկեղեցական մարմինը ունենք 8 հոգևորական, միակ կառույցն է, որ եկեղեցին վճարովի է, այսինքն քահանան փող աստան։ Մյուս ուսուցիչները, կենտրոնական խորհրդի բոլորը աշխատում են ազգային գաղափարներից կամ ազգային զգացումներից ելնելով։ Ոչ մեկ գումար չի ստանում, բոլորը հասարակական հիմքերի վրա, բացի հոգևորականներից։ Հիմա մի 5-10 րոպե մեր միության վերջի պրոյեկտներից մեկը եւ այդպես կընթացենք, ձեր բան չեմ անել։ Ուրեմն այս տարի մեր կազմակերպության Հայ ակադեմիական միության 155-ամյակի կապակցությամբ որոշեցինք մյուս 100-ամյակին կամ մյուս դարեր գնացող բարեկամության նոր հիմքեր դնել հայ-գերմանական։ Եվ եկանք այն եզրակացության, որ պետք է հիմքերը լինեն կանաչ, աճող, ծաղկող, մեծացող։ Որոշեցինք հիմնել հայ-գերմանական բարեկամության այգիներ։ Դիմեցինք քաղաքապետարանի եւ ասացինք 150-ամյակի կապակցությամբ ուզում ենք 155 ծառեր բերել եւ նվիրել Բոխում քաղաքին, Հայաստանից սոսիներ, ընկուզեններ, բարդի, յասամաններ, ուռենիներ եւ այլն։ Քաղաքի ղեկավարությունը շատ մեծ սիրով ընդունեց այդ առաջարկը, եղել էր մի մեծ փոթորիկ 14 թվականին եւ 80,000 ծառ մեր նահանգում կոտորվել էր այդպես։ Մենք իրենց այսպես մոտեցանք, ասացինք, որ 88 թվականի երկրաշարժը, երբ որ եղավ, գերմանացիները հսկայական օգնություն բերեցին Հայաստան եւ մենք իրախտապար ժողովուրդ ենք, շնորհակալ ժողովուրդ ենք 100 տարի լասնտա չենք մոռանում եւ ուզում ենք, որպեսզի հիմա դուք եք կարիքի մեջ չնաշխզոր երկիր եք, բայց մենք ուզում ենք ձեզ օգնենք, ծառեր բերենք, նվիրենք, ձեր հոգսը թեթևացնենք, քանի որ քաղաքային կասան կանցանակը բավականին թուլացել էր։ Մարդիկ համաձայնեցին, եկանք այստեղ գյուղատնտեսության նախարարը եւ բնապահպանության նախարարը մեզ ընդառաջեց, Ղափանի տնկարանը, պիտովնիկը մեզ սոսիներ տրամադրեց, մեր ընկերները մեզ տրամադրեցին ծառերը, վեր կացանք, այստեղ ապրիլի 11-ին տնկեցինք Ավանի Նարեկացի թաղամասում առաջի հայ-գերմանական բարեկամության այգին, այնուհետև ծառերով գնացինք Գերմանիա եւ Գերմանիայում տնկեցինք երկրորդ բարեկամության այգին։ Հիմա եկել ենք այստեղ Եղեգնաձորում մենք տնկեցինք մեր երրորդ բարեկամության այգին Եղեգնաձոր, որովհետև այնտեղ օտար լեզուն գերմաներեն է, ուզում ենք այդ դպրոցները բարեկամանան եւ չորրորդ այգին պիտի հիմնենք հաջորդ տարի, այս տարի չհասցրեցինք, մեր կողքի քաղաքում Դորտմունդում գտնում է Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգի Բոտանիկսկի սադը, ինքը մենք այնտեղ 2 հեկտար մեծ տարածք ենք ստացել, որտեղ պիտի լինի Հայաստան բաժինը եւ այդ այգին բուսաբանական այգին ոչ միայն բուսաբանական այգի, այլ նաեւ մշակութային այգի, այնտեղ լինում համաշխարհային մեծ ֆեստիվալներ, քանդակի մրցույթներ, նկարչության, տարբեր սպորտային խաղեր, մի խոսքով ինքը նաեւ քաղաքային ամենամեծ պարկն է, Գերմանիայի ամենամեծ պարկը, պիտի ընդունենք, որ Գերմանիան ֆեդերատիվ երկիր է, ամեն ինչ Բերլինում չի, ինչպես մեզ մոտ գլուխը ավելի մեծական ամբողջ մարմինը, ասենք ամեն ինչ այսպես տարածած է եւ ամենամեծ բուսաբանական այգին Դորտմունդում է եւ բուսաբանական այգի տնօրենը համաձայնվեց մեր 3 պայմանին, այնտեղ ստեղծել հայկական այգի, անունը մենք պիտի որոշենք եւ իրենք համաձայնվեցին, որ իրենք առաջի անգամ պետք է պարտնյոր այգի ընտրեն Երևանի բուսաբանական այգին, հանդիպել ենք մեր ընկերների հետ, այստեղ եւ մեր ընկերները այստեղ բուսաբանական այգիում Սոսիացանդար Հիմա ես ձեզ մի քանի այս ծառատուններից մի քանի նկարներ ցույց տամ, որովհետեւ ավելի պատկերավոր լինի, սա Ավանի քաղաքապետն է, Մամեդ Ջավադյանը, Լուսինեն է, մեր ոստիկան ընկերուհին, միասին տնկում ենք Ավանի առաջին ծառը։
ամեն ընկերներն են, որ այդ օր օգնեցին մեզ տնկելու, Սերգեյյանն, ինչու է այդպես, մեր երեխաները փորձել եմ ամենափոքր երեխայից մինչև ամենամեծը ընդգրկել նկարի մեջ, որ դա մի մեծ տոնակատարություն է, շատ էմոցիոնալ։ Սա մեր Ուշեր Գալշորյանի աղջիկն է իր թոռան հետ։ Սա էլ հոգևորականը, որ բարի գործ է անում, ընկերներն են։ Երբեմն ամենափոքր Հատուկ համակրանք ունես հոգևորականների։ Ես նախին ժամանական եմ դրա համար շպիաստական եմ դրա համար, սա մեր ընկերներն են, որ այդ օրը ինչպես միշտ բոլոր ծառատուկերը վերջանում են ուրեմն գերուխումով, չէ, հայերը սիրում են կուզախմել, չէ։ Ուրեմն, սա էլ ծառերն են, որ տարել եմ ծառերը, որ Դուսելդորֆի օդանավակայանում ենք արդեն, այսպես եղավ։ Այո, այստեղ հետաքրքիր պատմություններ կան, ուրեմն սա արդեն նույն օրն է, որ մենք հասանք, ծառերը դատարկեցինք այդտեղ, արդեն գերմանացիները պատրաստել էին այդ տեղերը, որտեղ պիտի ծառերը տնկվեր, մինչև հատած տեղավորվեր, մեր Տիկին Հայդերիկը, մեր գրողների միության նախագահն է, Բոհրուկ քաղաքի։ Այո, սա էլ այդ տեղն էր, որտեղ տնկել էինք ծառերը եւ հատած տեղափոխում էինք։ Տնկվել է ոչ միայն մի տեղ, այլ բազմաթիվ եկեղեցիների, դպրոցների, թատրոնների, թանգարանների առաջ, որպեսզի այդ կառույցները հետո գան Հայաստան եւ պարտներություն սկսեն մեր այստեղի կառույցների հետ։ Լավ։ Սա էսպես հիմա ցույց տամ նաեւ Բոխումի ծառատունկը։ Սա այդ այգին է, որտեղ մեզ տրամադրեցին այդ տարածքը, սա քաղաքային այգին է, ձախ կողմի վրա այդ մասն է, քաղաքային մասն է, աջ կողմի վրա այդ ծառերը, որ այդպես ջարդվել էին, ավերվել էին, այս տարածքը տվեցին մեզ ամբողջությամբ ծառերը արմատախիլեր եղած, այդտեղ մեր տնկեցինք հայրիկ, այստեղ գերմանացի մեկը գերել է Զենզուկ, սա նշանակում է կարոտ, աղձանք, այստեղ հիմա լրիվ ուրիշ պատկեր է, սա մեր առաջ քաղաքի քաղաքագլուխն է, այդտեղ հետին պլանում տեսնում եք կախված է մեր միության նշանը, սա կանաչապատման վարչության ղեկավարներն են, քաղաքի քաղաքապետերն են եւ քաղաքապետը մեր Տիկին Օտիդա Շուլցը տնկեց առաջին սոսին։ Ատոր մեր արծվի թևերը իրա թիկունքից է Այո։ Ինքը առաջի այգին տնկեց, շատ հաճելիքին էր սոցիալ-դեմոկրատ կուսակցության երկար տարիներ ղեկավարեց մեր քաղաքը, այս տարի սեպտեմբերին թոշակի անցավ եւ այս կողքն էր ապրում։ Այդ այգու հետ դիմացն էր ապրում, ինքը որոշեց, որ այդ այգին պիտի լինի այդտեղ մեր լեննականցի ընկերներից մեկն հարցեց, դուք որտեղ եք ապրում, Տիկին Շորց, ինքը ասեց, այս իմ շենքն է, ինքը շուռ եկավ հայերենով ասեց, լավ, այդ պահակին փող չենք տալի քեզ։ Այսինքն ինքը տնկեց եւ ջրեց առաջին այգի մեր Տիկին Հայդերիկն է, որ այստեղ էր, այո, մեր տարբեր տեղերի հայեր, մեր Բոխումի գեղեցկուհիներն են, այստեղ մեր ուսանողիներն են, այստեղ մեր Ալիսա Եփրեմյանն, Հայաստանի կարատեի չեմպիոնն է, մեզ մոտ ջութակի ուսուցչուհի, Իտնա եւ երեքը մեր Սիրիայի նոր գաղթականներն են, որոնք եկել են Սիրիայից վերջի շրջանում, երեքն են Սիրիայի մեր գրիքներ։ Սա էլ ամենափոքրիկ ուրեմն օգնողներն են գերմանացին։ Սա գերմանացի երեխեքն են, դպրոցներով եկել էին օգնելու մեզ, տարբեր գիմնազիաներից եկել էին օգնելու մեզ ծառերը տնկելու, սա մեր տեղի հայերն են, ամենատարբեր քաղաքներից, սա մի ընտանիք է, քիմիկոսների, Հումբոլդտի համալսարանից նրանք եկել էին Արտուր Գալստյան քիմիկոսներ են, մեր դոկտորներն են, որ եկել են։ Տարբեր քաղաքի հայեր են, գալիս էին եւ այդպես տնկում են ծառերը։ Լավ։ Լուսիկ Զաքարի ճանաչեցի՞ր։ Լավ։ Սա ուրեմն ինչպես միշտ հայերը պիտի հայկական կոնյակով ավարտեն բոլոր ակցիաները, այս մեր քաղաքագլուխն է վայելել հայկական կոնյակ, մի բան էլ ավել է ուզում, ուտի ասում այն տորտի կտորը։ Սա մեր այգին, այո։ Լավ, ծառեր ենք տնկել, ուրեմն հայկական սոսիներ ենք տնկել, մեր քաղաքի Շլիկերհաուս հայտնի թանգարաններից մեկն է։ Ես ընդհանրապես մի քանի օրինակ եմ ցույց տվել, այստեղ ինքը շատ իհարկե բազմազան է։ Սա ուրեմն այդ ռազմագերիների սա էլ պիտի ասեմ 19 սոսիներ տնկեցինք մասսայական գերեզմանոցների
մոտ, որտեղ թաղված են երկրորդ համաշխարհային պատերազմի հայ ռազմագերիները, ոչ միայն հայ սովետական միության եւ արևելյան Եվրոպայի ռազմագերիները, որոնց մեջ կան բազմաթիվ հայեր, հա, 19 մասսայական գերեզմանոցներում, սա առաջի անգամ Գերմանիայում ուրեմն շոշափվեց այս թեման, մենք միշտ գենոցիդով ենք զբաղվել ցեղասպանությամբ եւ 400,000 մարդիկ, որոնք որ պատերազմի ժամանակ կորան կամ մահացան, թաղված են այս մասսայական գերեզմանոցներում եւ այդ ընդհանուր գերեզմանոցների մեջ, որ մենք քայլում ենք, բազմաթիվ հայկական անուններ կան կամ չկան, բայց մենք գիտենք, որ թաղված են այս եւ 19 սոսիներ հատուկ տնկեցինք ուրեմն այդ գերեզմանների մոտ, նշանաբան ունենալով մեր հայտնի մտավորական Վիլյամ Սարոյանի ընկեր Լևոն Սավես Սուրմելյանի հայտնի խոսք կա։ Դերելներին իբրև խաչես այս տարածքից։ Ինչի 19-ը։ Որտեղ այդ տարածքում 19 գերեզման կար ընդհանրապես, որտեղ մեր տարածքում շատ գերեզմաններ կան, բայց միայն այդ գերեզմաններում էր որ կային ռազմագերիներ, թաղված մարդիկ եւ նաեւ որոշ հայեր։ Այս ուրեմն այդ կենտրոնական մեր քաղաքի կենտրոնական գերեզմանոցն է, որը մի հսկայական զանգված միայն այդ գերիներն են։ Քանի որ արդյունաբերական շրջանը Ուրալ, մենք ասում ենք Ուրալը կրկնում է Ռուրի դեմ, Ուրալը հաղթեց Ռուրին, մենք Ռուրի այդ Թուսենի գրուպի շրջանն ենք եւ այդտեղ շատ բռնի աշխատողներ են բերել։ Եվ այդտեղ շատ ուրեմն հայեր կան, այս մի գիրք է ալյումինից պատրաստված, որտեղ այդ ցուցակներն է այս տարածքում թաղված մարդկանց։ Կան բազմաթիվ ունբեկան, անհայտ, մարդը մահացել է թաղել է թուղթ չի ունեցել, բայց կան նաև ուրեմն ցուցակներ, այս գրքի մեջ տպված, տեսեք, համբարձում, ուրեմն 22 տարեկան է եղել, մահացել է 15-րդ ամիս 45 թվական։ Այս գրքի մեջ այդպես գիրքը որ թերթում ենք, ուրեմն մարդը 22 տարեկանում մահացել է, возраст, տեսեք, ֆամիլիա возраст, data смерти։ 22 տարեկան, հավանաբար Ղրիմի կամ Լեհաստանի կամ Լվովի շրջանից երիտասարդ է ելել, բռնել են բերել խեղճին, ուրեմն մարդը աշխատել է այնտեղ եւ պատկերացրեք հաղթանակից ընդամենը 1-2 ամիս առաջ երիտասարդը մահացել է եւ թաղվել է այնտեղ անհայտ ոչ միտեղ, ասենք հայտնի չի, հավանաբար հիմա եթե իր բարեկամները տեսնեն, ուրեմն Բայց անբարձունն է, նեյա նկատել ես, անբարձուն չի, անբարձունն է, նեյա Բարձուն, հա, սխալ են գրել, այդպես շատ կա, լիքը սխալ, նայում ես ասել են գերմանացին լավ չի հասկացել, ինք երևի հիվանդ է եղել, այդ մարդը ասել է, անբարձուն, հա, տեսեք, Բյուրգաուս Արմենիան, ուրեմն Հայաստանի քաղաքացիներ, Գաբրիելյան Վաֆրան, հավանաբար Վահանն է ելել կամ կամ Վահրամ, այդպես գրված է, հա, տեսեք, 35 տարեկանում է մահացել, մահվան թիվը 18-12-րդ ամիս 40, ընդամենը 3-4 ամիս առաջ, հաղթանակից առաջ, մարդը մահացել է, թաղվել է այդ գերեզմանոցում, անհայտ մարդ, դրա համար մենք որոշեցինք, որ օգտագործեցինք 70-ամյակը պատերազմի հաղթանակի մայիսի 9-ին եւ դիմեցինք Գերմանիայի գերեզմանների վարչության ղեկավարությանը եւ ասինք, որ մենք հայերս եկել ենք եւ ուզում ենք բոլոր սովետական միության գերիների, գերիների գերեզմանոցների առաջ տնկենք հայկական սոսիներ, իրենք ասեցին, որ ունենք նաեւ երկու առանցին գերեզմաններ, որտեղ միայն հերյաներին է, այնտեղ էլ տնկեցինք մեր բանը եւ Բերլինից հերյական այդ Եվրейская панорама Jüdische Rundschau թերթը կապվեց մեզ հետ, մի մեծ հոդված գրեց, որ հայերը իրենց զոհերին հիշելուց չեն մոռանում նաև հրյա զոհերին եւ մեծ հոդված լավ, Граждане и граждане из бывшего Советского Союза։ Այդ գրքի մեջ է, հա, սա կենտրոնական գերեզմանոցն է, սա այսպիսի տեսք ունի, նայեք, այսպիսի տեսք ունեն, մենք այստեղ սոսիներն ենք, արդեն բավականին մեծացել է սոսիները լավ արմատակալեցին, օրեր շարունակ մենք տնկում էինք, դիմում էինք այդ գերեզմաններին, իրենք գալիս էին, իրենց մասնագետներին բերում էին, փորում էին եւ մենք տնկում էինք այդ սոսիները մեր զոհերի հիշատակին։ Ասենք մասսայական գերեզմանոցներն են։ Այս այդ հուշարձանն է հաղթահարենք ուրեմն ատելությունը, փնտրենք խաղաղություն 39-ից 45 թվականի զոհերի հիշատակին։ Այսպիսի տեսք ունեն մասսայական գերեզմանոցները, որտեղ հավանաբար շատերից բարեկամները թաղված են, բայց մենք չգիտենք,
այնպիսի հայտի անուններ կային Գագարին, Կալաշնիկով եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ այդ հայկական անուններ։ Ես արագ թերթեմ, լավ։ Սա շատ բնորոշ էր մեզ, այս բանես, մեծ գերեզմաններից մեկն է։ Ինքը ռուս էր, ես հայ էի, սա քուրդ էր, սա էլ գերմանացի։ Հատուկ մարդիկ պատրաստել էին բազմաս, քանի որ գերեզմանոցում ամենատարբեր ազգեր էին թաղված, այս վարչության նախագահ իրենց իր մոտի գերեզմանոցներ ասեց, ես պիտի այս անգամ տարբեր ազգերի միասնությամբ այդ ծառը տկեք, շատ էին ազդվել իրենք այդ բանից, որ իրենց էլ չենք մոռացել, իրենց էլ ռմբակոծության տակ մնացած գերմանացիների մոդել էինք տնկում, ասում էինք, որ մեր համար երկրորդ համաշխարհային զոհը զոհ է։ Այս տարբեր գերեզմաններում տարբեր շիրմաքարեր կար, այդ թաղված գերիների, սա այս գերեզմաններից մեկում, այս գերեզմանոցը շատ հայտնի էր, մեր քաղաքի ծայրամասային գերեզմանոցում էր, գերիները աշխատել էին, ածխի հանքեր կային այստեղ, գերիներն աշխատել էին և քարերի վրա փորագրություններ էին արել, քարերի վրա, ծառերի վրա, տառեր կային դեռևս հայկական տառեր մի քարի վրա մնացել էին։ Սա հայկական գերեզմանոցն է, տեսնում եք, Դավիթի խաչ, Դավիթի բանը, Դավիթի վազբերական, այնտեղ էլ տնկեցին, հրյա աշխատողը իրենց գերեզմանոցում, այնտեղ էլ մի սոսի տնկեցին, հրյաների, սա էլ ուրիշ գերեզմանոցա, այսպիսի տեսք է ունենում մեր տնկած ծառերը, ամբողջ շարքնա, ոչ մի ուշարձան չկա, մեր ծառը առաջի ուշարձանն է ամբողջ գերիների մասսայական գերեզմանոցների դիմաց։ Երբեմն մեզ դիմավորում էին, երբ որ դպրոցների բակում էինք տնկում, դիմավորում էին տարբեր այսպիսի մեծ, սա եկեղեցիներից մեկի բակում էր, միշտ փորձել ենք երեխաներին ընդգրկել, նկարել, որպեսզի իրենց հիշատակը մնա եւ իրենք մեծանալով հիշեն։ Սա մի կարևոր փաստ է, որ պիտի անպայման ասեմ, գերմանացիները շատ էին ազդվել, որ մենք ծառեր ենք բերի եւ օգնում ենք իրենց քաղաքին, միշտ մեզ ասում են, որ մյուս ազգային փոքրամասնությունները, միգրանտները, միշտ գալիս են մեզանից ուզում են։ Հələ դուք այդքան փոքր լինելով եկեք մեզ օգնում եք, նույնիսկ մեր ծանր պահին, եւ քանի որ տնկել էինք նաեւ իրենց ռումբեի տակ մնացած այդ քաղաքները ռմբակոծվել են, նաեւ այդ գերեզմանոցում տարբերություն չդնելով երկրորդ համաշխարհային զոհերի մեջ, ուրեմն աշխարհում գործում է մի մեծ կազմակերպություն Natur Freunde, բնության բարեկամներ կազմակերպությունը 500,000 անդամ ունեն աշխարհում մեկ, դրանցից 75,000-ը Գերմանիայում են որպես անդամ, ստեղծվել է 19-րդ դարի կեսին եւ նրանք կազմակերպությունն է, որը որ գրանցված մակում ոչ կառավարական կազմակերպություն եւ օգնում է որպեսի բնության պահպանեն, խոսքով չվնասեն կանաչների կուսակցության պես, բայց ավելի համաշխարհային կառույց։ Այս մարդիկ շատ ազդվել են եւ դիմեցին մեզ, զանգեցին, ասին, որ մենք շատ տպավորված ենք ձեր ակցիայից եւ ուզում ենք մի հաճարենի տնկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր 100-ամյակն է։ Սա առաջին ակցիան է Գերմանիայում, գերմանական կազմակերպության կողմից, որ մեր զոհերի հիշատակին որովհետեւ բան է արվում, մենք միշտ ունեցել ենք խաչ 10-12 խաչքար ունենք, բայց բոլորը մեր նախաձեռնությամբ, հայկական համայնքի կազմակերպությունից։ Սա առաջինն է եւ այս պարոն Հոֆմանը եւ բերեց այս մեծ ծառը եւ տնկեց մեր սոսի, այս մեր սա սոսին, տնկեցինք այստեղ ինքն է իրանց բլուտ բուխը, ասիկա իրենց հաճարենին տնկեց մեր սոսի։ Իսկ ինչ ասեցին, ցեղասպանություն ասեցին։ Այո։ Ասել են։ Ոչ միայն ասեցին, հոդվածներ գրեցին, մոտապես այս ծառերի ակցիայի հետ կապված 30 հոդված գրվեց գերմանական թերթերում եւ ժուրնալներում։ Այնպիսի ժուրնալներում, որ միջև հիմա ոչ մի անգամ հայկական, ասենք, թեմա չի եղել։ Օրինակ, կա գերեզմանների մշակույթ ժուրնալը, գերեզմանոցների մշակույթ ժուրնալը, կա ծառերի մշակույթ ժուրնալը, ասենք, անդրադարձավ այդ ակցիային, Եվրейская панорама jüdische Rundschau երբեք մեր մասին չէ։ Այսինքն թերթեր, որ ընդհանրապես հայկական թեմայով չեն, այս թեմայի վրա անդրադարձան, հա։ Լավ, սա մենք ուրեմն տնկել ենք ծառայել գիմնազիաների բակում եւ այդ գիմնազիաները պիտի փորձեն պարտիորության քույր գիմնազիաներ կամ քույր դպրոցներ դարձնենք նաեւ մեր հայաստանյան դպրոցները։ Սա հայտնի ուրեմն Թեոդոր Քյորներ գիմնազիանը, տեսեք թե ինչ ոգևորությամբ են երեխեքը ուրեմն տնկում։ Այդ օրը որ տնկում ենք, այդ օրը լինում են նաեւ հայկական դասեր, այստեղ մի հետաքրքիր պատմություն ասեմ, որպեսզի ավելի զվարճանան, աղջկան որ տեսնում եք, հարցրեցի ձեզանից որևիցե մեկը պիտի փոխարինի Անգելա Մերկելին, այս աղջիկն ասեց, այո, ես պիտի անպայման կանցլերին դառնամ, ասեց պիտի խոստանաս բոլորի առաջ, երբ որ դու կանցլերին դառնաս, առաջի հայցը պիտի լինի Հայաստան, ասեց բոլոր ընկերներիս առաջ խոստանում եմ, մենք էլ ասեցինք բոլորս քեզ կօգնենք, որպեսզի դու դառնաս Հայաստան։ Իր պատմության ուսուցիչն է, որ ամեն տարի
Այսպես է, տնկում եք դպրոցների բակում 2 ամիսը մեկ մի դասարան վերցնում է հովանավորությունը ծառի ջրելու բանը եւ այդ դասարանը մշտապես շփվում հայկական սոսի հետ եւ իրենք անում են հայկական դասեր։ Հիմա այդ դպրոցները պիտի կամած, տեսեք երեխեք ինչ ոգևորությամբ տարբեր դասարաններ են սրանք։ Լսեցին ամբողջ դպրոցը, հակվեց եկավ միասին տնկեցին ծառերը։ Հիմա սրանք այդ կապանի սոսիներն են։ Այո։ Platanus orientalis արևելյան սոսիներն են սրանք։ Սա իրենց դպրոցի ղեկավարությունն է, տարբեր դպրոցներում արել են։ Բայց շատ մեծ ոգևորություն է։ Սա էս մի օր հետո իրենք այսպես փակեցին, կապեցին ծառը, որ հանկարծ քամին բան չանի, այդպես մաքուր գերմանական մեթոդով։ Սա մեկ այլ դպրոց է, այսպես փաթաթած ծառերը մենք տանում ենք, խոնավ հողի մեջ, այսպես տանում են, տեսեք, իրենց բուսաբանության եւ պիտի այս մեր ընկուզենին է, տպրեցին դպրոցներից մեկ այլ դպրոցի բակում։ Սա մեկ ուրիշ քաղաքում, մենք նաեւ տանում ենք ուրիշ քաղաքներ, որտեղ որ ծանոթներ ունենք, տանում ենք ուրիշ քաղաքներ, այնտեղ է տնկում ենք այս Դետմոնտ քաղաքն է, մեզանից 150 կիլոմետր հեռավորության վրա, դպրոցի տնօրենն է, այստեղ Ռուսաստանից եկած գերմանացիներն են, բոլորը ռուսերեն էին խոսում, բայց գերմանական դպրոց է, իրենց դպրոցն էին բացի եւ մեր հայերն են այդ քաղաքի։ Սա Բողոմի կենտրոնաբանական այգին է, ունի տարեկան մոտավորապես 15000 այցելու, բոլոր շրջանի ինքը նաև ուսումնական կենտրոն է, երեխեք այնտեղ եւ ուսանողներ այնտեղ կա թանգարան, ուսումնական կենտրոն, մենք այնտեղ 8 ծառ տնկեցինք, 4 ուռենի եւ 4 կուզենի, կենտրոնաբանական այգին պիտի փորձեք կապել մեր կենտրոնաբանական այգու հետ, տեսեք մտնում ենք մի անգամից, տեսեք այս կենտրոնի փորձումն է։ Կենտրոնները ինքան են ոգևորվեցած, գալիս են ծառերից թռնում են մեր գլխին։ Հա? Փորում ենք որ տնենք, բայց այս կենտրոններն եկել են չեն թողում։ Տեսնում ես այս կենտրոնը։ Փորելու գործը մեր գործը։ Հա։ Թողեք մենք։ Փորձումները։ Տեսեք։ Եկեք մտել է դուրս չեմ գալիս։ Այս կենտրոնաբանական այգու տնօրենն է։ Տնօրենը միասին փորեցինք, այդ կենտրոններն եկան չէին թողում որ կան։ Հետաքրքիր բան է։ Տեսեք, բարձացել էին բաների վրա, վերևից զարմացած նայում են այս հայերին, ասում են, տեսես ես ինչ ասես։ Հետո կորում են։ Հայը կորում են։ Հա։ Եվ իրանք են հայերը, տեսեք, տեսել ես մյուս կենտրոնները, բոլոր հավաքվել էին մեր կողքը, սենց նայում են, ես ինչ են կանում ես։ Սա գերմանացի չէ, բայց ինչ են եկել մեր իրենց ներսում էին տնկում, իրենց մեծ մասերում, որ ծառերն ընկել էին, այդտեղ ծառ տնկելու բան կա, իրենք դիմել էին մեզ, լսել ենք այսպիսի բաներ կանեն, մի քանի ծառեր Հայաստանից բերեք մեզ մոտ, մենք էլ ուրախացանք, որ կենտրոնաբանական այգի նաև ուսումնական կենտրոն անտեղ գնում են մշտապես տարբեր տեղերից գալիս են, ուսումնասիրում են, հայկական են։ Ինչպես միշտ հայկական կոնյակով վերջացնում ենք մեր բանը, հարցը։ Այս էլ կենտրոնաբանական այգու մասն է։ Սա մի քանի թերթեր ես ուղղակի վերցրեցի 30-40 հոդվածներից, որ անդրադարձան։ Սա Ֆրիդհոֆ Կուլտուր, գերեզմանների մշակույթ ժուրնալն է, որ անդրադարձել է մեր հոդվածների տարբեր չափերի, եվրейская панорама, знак дружбы и примирения. Деревья из Армении на еврейских кладбищах. Окей, да. Սա տարբեր թերթեր են, սա մեր համալսարանական թերթն առաջի անգամ ոգևորված այդ բանից վերնագիր հայատար դրեց։ Երագույնով, այո, տակներ մեր հայկական գերբներ, բայց հետաքրքիր է, որ հայկական տառերը, մեր համալսարանը 40,000 ուսանող ունի, համարում է 5-րդ համալսարանը Գերմանիայում։ Okay, արագացնենք, լավ։ Հարցերին է ժամանակ մնա։ Սա Ամերիկան, այո, Ամերիկան։ Հայ դղակ ալգան այդ համալսարանը։ Ինչպես։ Հայ դղակ ալգան համալսարանը։ Այո, այո։ Փոքրիկ նվեր հիշատակ կենաց տնից, հայկական ավանդական եղանակով գործված այս չարխապանը, կամ ձեր կազմակերպությունում, կամ ձեր տանը, որտեղ չեք կախված։ Ես շատ ախոսեցի, ես մակավարները մի շատ են խոսում Մենք հանդիսավոր մաս ավակեցինք, նա ովքեր շտապում են կարող են գնալ, համեցեք դուք առաջին կարգացին։ Այո, ցուցանակներ պիտի լինի այգում, այգին, մեր այգին պիտի կոչվի Կաստրուի Թեոֆանոյի անունով,
հայկասրուհին Գերմանիայում սիմվոլ է երկու ժողովուրդների բարեկամության, բայց առայժմ ցուցանակներ չեն կան այնքան ժամանակ, մինչև ծառերը ամրանան, այլապես թուրքերը կկաշեն կանեն դառը փորձառություններ, երբ որ ծառերը արդեն հնարավոր չլինի արդեն վնասել, ցուցանակները պատրաստ են, պիտի լինի հայկական սոսի, Platanus orientalis արևելյան սոսի հապանից, անպայման նվիրված հայ ակադեմիական միության 155-ամյակին, բերված Հայաստանից տրված էստեղ։ Նույնը Գերմանիայից որ ծառեր բերեցինք, տնկեցինք Երեգնաձորում, նույնը պիտի այնտեղ լինի կպցվի ցուցանակները։ Ամեն տեղ, որտեղ տնկված են հայկական ծառերը, պիտի լինեն ցուցանակներ, բայց առայժմ ավելի հին փաստեր, որ հայկական հետ ուղղություն շատ հին էլի, ասենք մի 1000, 2000, 10,000 Խաչակիրների ժամանակից դեր շատ խաչակ, եթե մենք Արմենիուսի ճակատամարտը եղել է առաջին դարում, մեր թվարկության։ այո, այնտեղ հայ վարձկան զինվորներ կրվել են Թոյտերբուրգեր-Վալդ կոչվող Թոյտերբուրգյան անտառներ կոչվող վայրում, դա Օսնաբրյուգի Մյունստերի տարածքում է, Հյուսիս Ռենոսյան Վեստֆալիայի մասում, այնտեղ հայերը կրվել են, առաջին տեղեկությունները որպես իրական փաստ նրանք են, դե առաջ Գերմանիա էլ չկար այնտեղ։ 7-րդ դարում ես չանդրադարձա, որտեղ շատ է, 7-րդ դարում ունենք մի կայսեր արևմտագոթական կայսրության Օստգոտիշեր Ռայխի Էրվիկուսը, որ ասում է արտավազդի տղաներ փախել եկել են եւ գերմանացիները դարձրեցին իրենց գոթերը դարձրեցին իրենց կայսեր, երկու նույնիսկ մանետու, երկու դրամա բաղթող, այո։ Միքայել համեցեք։ Հետո նկատել եք ես, դուք ուշ եք Ինձ հետաքրքիր է զինանշանի հեղինակը ով է։ Զինանշանի միտքը ընդհանուր է, բայց հեղինակը Մարիետա Արմենյան մեր միության մշակույթի բաժնի պատասխանատուն է, ապրում է եւ գործում է Բրեմեն մշակութային քաղաքում, Մարիետա Արմենյան Հայաստանի Երևանյան կրթություն ստացած, Բրեմենի Գեղարվեստի ակադեմիայում ապրում է, մեր աջ ձեռքն է։ Դա լեզու դրել դրան։ Անպայման, ինքը շատ ըմբոստ, շատ ընդդիմադիր կեցվածքով աղջկա։ Մարետան նկարչուհի է և քանդակագործ է, ես կարճ ասեմ, որ մենք թույլտվություն ենք ստացել նաև Գերմանիայի մեր քաղաքի քաղաքապետարանում կանգնեցնել հուշարձան, մենք մերժում ենք խաչքարային մտածողությունը, պիտի մի մեծ մարմարից գրքի հուշարձան կանգնեցնենք և հեղինակը պիտի լինի Մարիետան։ Պիտի ունենա այսպիսի, մոտապես այսպիսի տեսք, ժայռաբեկորներ, նա պիտի խորհրդանշի հայկական լեռնաշխարհը, վրան պիտի դրվի գիր, այսինքն մեջը։ Մենք գրքով հաստատվեցինք հայկական լեռնաշխարհում և գիրքը պիտի միավորի մեր երկու արևմտյան արևելյան բաժանված Հայաստանները։ Այդպիսի բան պետք է լինեն ռելիեֆներ, որոնք պիտի ներկայացնեն հայ-գերմանական բարեկամության դրվագները, Արարատի բարձունք, հայ-գերմանական պրոյեկտներ, Ֆրիդրիխ Բարբարոսան, Թեոֆանուն եւ այդպիսի բաներ պիտի լինեն։ Համեցեք Միքայել։ Նշեցիք, որ մոտ 100,000 հայ բնակվում Գերմանիայում, դա ինչ աղբյուրների հիման վրա, մարդահամարի, պաշտոնական, թե ձեր տվյալների, ձեր տվյալների ինչքան ճշգրիտ է, ոնց է հաշվել։ Ընդհանրապես աշխարհում չկա մի համայնք, որ ասի կոնկրետ ինչքան հայ են ապրում, Գերմանիայում առավել ևս դժվար է, որովհետև գերմանացիները ազգությունը համարում են քաղաքացիությունը։ Հայաստանից գնացած բոլոր եզդիները հայ են, բոլոր ռուսները հայ են, Թուրքիայից եկած բոլոր քաղաքացիները թուրք են, Լիբանանից եկած բոլոր արաբ են, Ռուսաստանից եկած բոլոր ռուս են։ Սա նշանակում է Գերմանիայում այսօր իրենք հաշվում են ընդամենը 3-4,000 հայ, միայն այն մարդիկ են հայ, որոնք Հայաստանի քաղաքացի են, ապրելու անժամկետ իրավունքով Հայաստանի ազնագրերով։ Նրանք, որոնք փոխում են արդեն դառնում են գերմանացին, նրանք, որոնք որ Վրաստանից են հայ չեն, այսինքն 3-4,000 հայ։ Մեր տվյալները, մեր ներքին տվյալներն են, մոտավորապես այդպես է, ես որ ասեմ ինչ-որ ստատիստիկա այդպես չկա, հնարավոր էլ չի անցկացնել, որովհետև նախ իրենք հայաստանցիները արդեն բազմաթիվ ուրիշ անուններով են հանձնված,
յեզդիներ են, քրդեր են, Թուրքիայից եւ այլն, պարսիկներ եւ այլն, ամեն ռուսներ են, չեչեններ են, աբխազներ են, հազարովան, նույնն ադրբեջանցիները կամ որ լիք հայ են, բայց հայերեն չգիտեմ, բաքվեցի են եւ այլն, ասենք շատ խառն է։ Սա մեր մոտավորապես հաշվարկներն են։ Մենք ասում ենք մոտավորապես ունենք 2800-ից 3000 հայ ուսանող եւ ասպիրանտ Գերմանիայի։ Մոտավոր հաշվարկներ են, որևիցե մեկը չի կարող ասել։ ԴԱԴ-ի տվյալներով կամ ինչ-որ պաշտոնական գերմանական տվյալներով չեն կարող։ Իրենք ասում են Ուկրաինայից եկել է Կարապետյան Լուսինեն, ասում են ուկրաինացի է։ Ասում ենք մեզ տվյալ տվեք, ասում են ուկրաինացի է։ Ասում են Կարապետյան Լուսինը չի կարող ուկրաինացի։ Բայց այդպես է, Գերմանիայում Վիսբադենի վիճակագրական վարչություն կա, նրանք ասում են 3-4000 հայ կա ընդհանրապես, ես ինչ եք խոսում։ Բայց մենք նույնը պատերազմի ժամանակ է Mercedes-Benz-ի կոնցեռնը գիրք էր հրատարակել բռնի աշխատողները Mercedes-Benz-ում։ Ասում են 220 հայ են եղել։ Ես ասեցի, ես կասկածում եմ 220։ 3 տարի չէին թողում, որտեղ նեղ ֆինանսական հարց կար, եթե հրապարակեին ցուցակները, մարդիկ փող կստանային բռնի աշխատողները։ Վերջապես կարողացան մտնել Mercedes 3 տարի պայքարից հետո գտան, որ Վարտանով ռուս է, Ակոպով Կարապետը ռուս է, այսինքն Ակոպով Իվանը ռուս է, այսինքն չի կարող Ակոպովը կամ Ամբարձումովը ռուս լինի, բայց իրանք քան որ մասնագետ չեն, համարեն են ռուսներ, մինակ յաներով են դրել։ Այնպես որ դա շատ բարդ հարց է։ Մեր մոտավոր հաշվարկներն են։ Կարող եք չընդունել, կարող եք ընդունել, կարող եք մեկի չընդունել։ Ոնց եք մոտարկել։ Համայնքային հաշվարկներն են։ Համայնքները իրենց մոտավոր հաշվարկներն անում են, փոխանցում են կենտրոնական խորհուրդ, այն ժամանակ որ կենտրոնական խորհուրդն է ղեկավարում, մոտավորապես այդպիսի հաշվարկներ արեցինք։ Ես մոտավորապես 20000 իմեյլի հասցե ունեմ, մեր հայտարարությունը 20000 գնում եմ, բայց դա ամբողջ գերմանախոս աշխարհն է, Կանադայից, Ռուսաստանից, Արգենտինա, որտեղ եղել ենք, հավաքել ենք, բայց դա շատ բարդ հարց է, շատ բարդ։ Այնտեղ քաշողները արժանագրվին չէ։ Այո։ Եթե ներկայանա մեկը, ես հայ եմ ասել։ Չեն արժանագրել հայը։ Ոչ։ Դուք Սիրիայից եք եկել, գրում ես Զուրիե։ Բացի դրանից շատերը գնում են ներկայանալով այլ ազգի։ Օրինակ ասենք Հայաստանից գնում են, ներկայանում են որպես չեչեն կամ թուրք։ Հնարավոր չի, ոչ մի երկրում հնարավոր չի։ Որևիցե մի երկրում հնարավոր չի հաստատել այդ բանը։ Ես մեկ հարց եւ սահմանափակենք։ Ողջույն Երևան։ Ես ով Գերմանիայում էի, Մուրադովը խոստացավ, որ ձեզ լավ հանդերձման է տալու։ Մի քանի հարկանիշենք, որտեղ դուք մասնագիտական գործունեություն իրականացնեք, հայկական խմբեր բազմացնեք, եղավ դա ոչ։ Ոնց որ թե չի եղել։ Եվ որ կենտրոնական խորհրդի նախագահի այսպիսի ծրագիր կյանքի կոչեցին, որ բավականա եկեղեցիներ սարքենք, մենք պիտի Բերլինում հիմնենք հայ ազգային գրադարան եւ արխիվ։ Իքը պապիկներ, տատիկներ ունեն, որ ամբողջ գրականություն հավաքվել է, չգիտեք թափում գնում են, մտածեցինք եւ մենք կենտրոնացնենք ամբողջ արխիվը գերմանահայերի եւ մեր արխիվները եւ այլ եւ այլ։ Որոշեցինք այդ պրոյեկտը իրականացնել, ասած Մուրադ Աքյուզ հայ բիզնեսմենի միության նախագահան ասեց 20 տարի առաջ պիտի անենք, ազատ որ չեն կարել, լավ կանեմ։ Այդ մասին իմացա մեր սիրելի դեսպանը, վերցրեց բերեց իրան Շուշի, կանգնեցրեց իր Շուշիի պարադին, ասեց Ղարաբաղում մանկապարտեզ են սարքում, արժի 300,000։ Այդ գումարը ավելի լավ է տուր մեր երեխաներին։ Այդ մարդը վերցրեց այդ գումարը փոխանցեց այնտեղ, չգիտեմ այդ գումարը ինչ եղավ, ոչ մեր գրադարանը եղավ, ոչ է Շուշիի մանկապարտեզը եղավ։ Մնացած հարցերը առանձին կարող եք պարոն Օրդոխանյանի